Մեծաշուկ առանձնատանը պարզ դիմանկարը թաքցնում էր մի գաղտնիք, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Պատահաբար ասված մի արտահայտություն արթնացրեց անցյալը, բացահայտեց տասնամյակներով թաղված ճշմարտությունը։ Երկու ճակատագրեր, ցավով բաժանված, կրկին կհանդիպեին, շնորհիվ մի հասարակ կնոջ քաջության։ Այն, ինչ սկսվեց որպես սովորական հանդիպում, կավարտվեր մի հրաշքով, որը անհնար էր բացատրել։ Նախքան այս հուզիչ պատմությունը լսելը, վերաբերմունքի, կորցրած հիշողությունների սիրո ուժի մասին, որը դիմադրում է ժամանակին, մի մոռացիր սեղմելը հավանում եմ կոճակը բաժանորդագրվել ալիքին, ավելի հուզիչ պատմությունների համար։ Մոնտգոմերիի առանձնատունը վեր էր խոյացել Երանի կենտրոն թաղամասում, հարստության հզորության հուշարձան, իր նեոդասական սյուներով ամբասիր այգիներով, կալվածքը Էդվարդ Մոնտգոմերիի հաջողության կատարյալ դիմանկարն էր, ով երկրի ամենահարգված ձեռնարկատերերից մեկն էր։ Այդ աշնանային առավոտյան, երբ չոր տերները պարում էին այգում, Էդվարդը քայլում էր առանձնատան լուռ միջանցքներով, դիտելով պատերը զարդարող ընտանեկան դիմանկարները։ Նրա հայացքը միշտ կանգ էր առնում դրանցից մեկի վրա, դաշնամուրի մոտ նստած երկու ժպտացող տղաների լուսանկարի վրա։ Էդվարդի քայլերը արձագանքում էին մարմարե հատակին, ռիթմիկ, ինչպես երբեք ամբողջությամբ չափաքինված սրտի զարկերը։ 45 տարեկանում նա նվաճել էր այն ամենը, ինչ կարելի էր գնել փողով, բարգավաճ բիզնեսներ, շքեղ մեքենաներ, միջազգային ճանապարհորդություններ, բայց կար մի դատարկություն, որը ոչ մի հարստություն չէր կարող լրացնել՝ Գասի, իր փոքր եղբոր բացակայությունը, ով անհետացել էր 6 տարեկանում հաղթանակի զբոսայգի այցելության ժամանակ։ Կցանկանաք, որ հիմա ձեր նախաճաշը պատրաստեմ, հարցրեց տիկին Սելեստը, տնտեսուհին, ով ծառայում էր նրան ավելի քան 2 տասնամյակ։ Այո, խնդրում եմ, պատասխանեց Էդվարդը, աչքերը չկտրելով դիմանկարից, եւ տեղեկացրեք նոր աշխատակցուհուն, որ ցանկանում եմ հանդիպել նրան, նա երեկ սկսեց աշխատել, այնպես չէ։ Տիկին Սելեստը գլխով արեց, շտկելով իր ամբասիր սպիտակ գոգնոցը։ Մարիամն է, պարոն, նա սկսել է մաքրությունից, կարծես լավ աղջիկ է, շատ քաղաքավարի։ Էդվարդը անմտորեն գլխով արեց, վերադառնալով իր աշխատասենյակ, ինչպես անում էր ամեն օր 25 տարի շարունակ, նա նստեց իր կարմիր ծառի գրասեղանի մոտ, բացեց առաջին դարակը, որտեղ պահում էր փոքրիկ փայտե նավակը, իր եղբոր համար պատրաստած վերջին նվերը։ Իմ չեմպիոն, շշնջաց նա, մատներով շոշափելով փոքրիկ նավը։ Ժամը 9 էր, երբ Մարիամը մտավ աշխատասենյակ, դռանը երկչոտ թակելուց հետո, նա մոտ 35 տարեկան կին էր, պարզ հանգույցով կապված շագանակագույն մազերով ու շադիր աչքերով, որոնք կարծես անպատմելի պատմություններ էին կրում։ Բարի լույս, պարոն Մոնտգոմերի, ես Մարիամ Օլիվերն եմ, նոր աշխատակցուհին։ Էդվարդը վեր կացավ, ձեռքը մեկնելով պաշտոնական ողջույնի համար։ Բարի գալուստ, Մարիամ, տիկին Սելեստը շատ լավ էր խոսում ձեր մասին, որտեղից եք։ Ես ծնվել եմ Շիրակում, պարոն, բայց մանուկ հասակում եկել եմ Երան, մի քանի տարի անցկացրել եմ Դավթաշենի մանկատանը, մինչ 16 տարեկանում ստացել եմ իմ առաջին աշխատանքը։ Էդվարդը ցավ զգաց կրծքավանդակում, լսելով մանկատուն բառը, ինչպես միշտ, 25 տարի էր անցել, բայց ցավը դեռ թարմ էր։ Հուսով եմ, ձեզ հարմարավետ կզգաք այստեղ, ասաց նա, փորձելով պահպանել իր հանգստությունը։ Մարիամը գլխով արեց, սկսեց զգուշորեն մաքրել գրապահարանները, նրա աչքերը սահում էին թանկարժեք գրքերի, բրոնզե արձանիկների, արծաթե լուսանկարների շրջանակների վրայով։ Հենց այդ ժամանակ նրա հայացքը կանգ առավ դաշնամուրի մոտ գտնվող երկու տղաների լուսանկարի վրա, նա կանգ առավ, կարծես ուրվական տեսած լիներ։ Էդվարդը նկատեց նրա արտահայտության հանկարծակի փոփոխությունը, ինչ-որ բան այն չէ, Մարիամ։ Նա կարծես հիացած էր դիմանկարով, նրա մատները թեթակի դողում էին, երբ նա մատնանշում էր փոքր տղայի պատկերը, այս տղան է։ Նրա ձայնը գրեթե շշուկ էր, ես ճանաչում եմ այս տղային։ Ժամանակը կարծես սառել էր, Էդվարդը զգաց, որ իր մարմինը կարծրացավ, ինչ ես նկատի ունում, որ ճանաչում ես նրան, սա իմ եղբայր Գասն է, նա անհետացել է 25 տարի առաջ։ Մարիամը շրջվեց դեպի Էդվարդը, աչքերը լցված արցունքներով, պարոն, այս տղան ապրել է ինձ հետ մանկատանը մինչ 14 տարեկանը, բացականչեց նա մատնանշելով դիմանկարը, ես բացարձակապես համոզված եմ, նրան այնտեղ Գաբրիել էին անվանում, բայց նա միշտ ասում էր, որ դա իր իրական անունը չէ։ Էդվարդը զգաց, որ իր ոտքերը թուլանում են, 25 տարվա ընթացքում նա երբեք նման կոնկրետ հուշում չէր ստացել իր եղբոր գտնվելու վայրի մասին, հարյուրավոր կեղծ հույսեր էին ծագել ու ջարդվել տարիների ընթացքում, բայց Մարիամի աչքերում ինչ-որ բան տարբեր էր։ Կար մի համոզմունք, մի հաստատակամություն, որը հնարավոր չէր կեղծել։ Խնդրում եմ, նստեք, Էդվարդը մատնանշեց կաշվե բազկաթոռը, իր գրասեղանի դիմաց, ամբողջը պատմեք ինձ, ինչպիսին էր նա, ինչ էր հիշում։
Մարիամը նստեց, դեռ դողալով, դա Դավթաշենի Սուրբ Աննայի մանկատանն էր, ես այնտեղ հասա 7 տարեկանում, նա արդեն այնտեղ էր, այդ ժամանակ նա պետք է մոտ 8 կամ 9 տարեկան լիներ, նա միշտ սուսպ էր, տարբեր մյուս երեխաներից։ Գիշերները նա դաշնամուր էր նվագում ընդհանուր սենյակում, հին, անլար դաշնամուր, բայց նրա ձեռքերում դա կարծես կախարդանք լիներ։ Էդվարդը ցնցուն զգաց, Գասը դաշնամուր սովորել էր սկսել 4 տարեկանում, ցուցաբերելով բնական տաղանդ, որը հմայել էր ընտանիքին։ Խոսում էր իր ընտանիքի մասին, հարցրեց նա, փորձելով կառավարել իր ձայնի անհանգստությունը։ Այո, բայց մի անձնուհիները չէին հավատում նրան, նրանք ասում էին, որ դրանք ֆանտազիաներ են, որ նրան լքել են, ինչպես բոլորիս, բայց նա պնդում էր, նա խոսում էր մի մեծ տան մասին, այգիով Սրոյալով, նա պատմում էր իր ավագ եղբոր մասին, ով նրան անվանում էր «իմ չեմպիոն»։ Այդ բառերը կայծակի պես հարվածեցին Էդվարդին, «իմ չեմպիոն» հենց այն էր, ինչ նա անվանում էր Գասին, դա նրանց միջ կոդ էր, անձնական կատակ, որը ոչ ոք չգիտեր։ Նա ծննդաբծություն ուներ, հարցրեց նա, փնտրելով վերջնական հաստատում։ Մարիամը հոնքերը կիտեց, փորձելով հիշել, այո, փոքրիկ կիսալուսնի տեսքով հետք, աջ ականջի հետում։ Էդվարդը ձեռքը բերեց բերանին, ճնշելով հեկեկոցը, ճիշտ էր, Գասն ուներ այդ նշանը, մի մանրուք, որը երբեք չէր բացահայտվել մամուլին որոնումների ժամանակ, ոստիկանության խորհրդով։ Ինչ պատահեց նրան դրանից հետո, որտեղ է նա հիմա, Էդվարդի ձայնը շտապ էր, գրեթե հուսահատ։ Նա փախավ մանկատնից 14 տարեկանում, խնամակալներից մեկի հետ վիճաբանությունից հետո, ոչ ոք նրանից լուր չունեցավ, ես հեռացա 2 տարի հետո, երբ աշխատանք ստացա որպես խոհանոցի օգնական, Մարիամը դադարեց, դիտելով Էդվարդի դեմքի տառապանքը։ Բայց նա հեռանալուց առաջ ինչ-որ բան թողեց, մի նկար։ Մի նկար, ինչ նկար։ Մի մեծ տուն, այգիով, 2 տղա, ձեռք ձեռքի բռնած դաշնամուրի դիմաց, եւ ներքում գրված մի նախադասություն. «Մի օր իմ եղբայրը կգտնի ինձ»։ Էդվարդն այլս չէր կարողանում զսպել արցունքները, 25 տարվա ճնշված ցավը միանգամից թափվեց, Մարիամը, հասկանալով իր խոսքերի ազդեցությունը, մնաց հարգալից լռության մեջ։ Մի քանի րոպե անց Էդվարդը վեր կացավ, վճռական, Մարիամ, ես պետք է ինձ տանես այդ մանկատուն, ես պետք է խոսեմ այն մարդկանց հետ, ովքեր ճանաչում էին իմ եղբորը, տեսնեմ այդ նկարը, եթե այն դեռ կա։ Մանկատունը փակվել է 10 տարի առաջ, պարոն, բայց ես գիտեմ, որ Մայրապետ Հայկանուշը, ով տնօրենն էր, դեռ ապրում է Դավթաշենի վանքում, նա պահել է այնտեղով անցած բոլոր երեխաների իրերը։ Էդվարդը վերցրեց հեռախոսը, անմիջապես զանգահարելով իր անձնական օգնականին, չեղարկեք իմ բոլոր հանդիպումներն այս շաբաթ, եւ անմիջապես զանգահարեք Ռիչարդին, Ռիչարդ Բլաքվուդը Էդվարդի անվտանգության թիմի ղեկավարն էր, նախկին ոստիկան, ով մասնակցել էր Գասի որոնումներին 2 տասնամյակ առաջ։ Սպասելիս Էդվարդը նորից նայեց դաշնամուրի մոտ գտնվող 2 տղաների դիմանկարին, 25 տարվա ընթացքում առաջին անգամ նա իրական հույս զգաց իր եղբորը գտնելու համար, այն լուր խոստումը, որ նա տվել էր այդ նույն դիմանկարի առջ ամեն գիշեր, ես կգտնեմ քեզ, իմ չեմպիոն, վերջապես հնարավոր թվաց կատարել։ 25 տարի, մրմնջաց Էդվարդը, սրբելով արցունքները, բայց դեռ ուշ չէ, երբեք ուշ չէ։ Առանձնատան այգում 4 տերները շարունակում էին իրենց պարը քամու տակ, լուռ վկաներ մի ճանապարհորդության սկզբին, որը հավերժ կփոխեր Մոնտգոմերի եղբայրների կյանքը։ Ճանապարհորդությունը դեպի Դավթաշենի շրջան լուռ էր, Էդվարդը վարում էր իր սեփական մեքենան, հակառակ անվտանգության արձանագրությանը, որը Ռիչարդը միշտ փորձում էր պարտադրել, Մարիամը նստած էր ուղորի նստատեղին, նայելով պատուհանից դուրս, երբ Երանի քաղաքային լանդշաֆտը բացվում էր դրսում, ֆինանսական կենտրոնի երկնաքերերի հյուսիսային գոտու ավելի պարզ շինությունների միջ հակադրությունը հիանալիորեն արտացոլում էր Էդվարդի շքեղ աշխարհի այն իրականության միջ հեռավորությունը, որում նրա եղբայրը հնարավոր է ապրել։ Այդքան տարի։ Այնտեղ էր, հանկարծ ասաց Մարիամը, մատնանշելով հին շենքերի մի խումբ, մանկատունը այդ հողատարածքում էր, հիմա դա բնակելի համալիր է։ Էդվարդը կայանեց մեքենան մի քանի րոպե դիտեց տեղը, ինչպիսին կլիներ Գասի կյանքն այնտեղ, քանի գիշեր էր նրա եղբայրն անցկացրել այդ վայրում, երազելով այն տան մասին, որից նրան պոկել էին։ Մայրապետ Հայկանուշի վանքը 2 թաղամաս այն կողմ է, մատնանշեց Մարիամը։ Նրանց ժամանելուն պես նրանց դիմավորեց մի երիտասարդ նորեկ, ով նրանց առաջնորդեց դեպի ներքին այգի, որտեղ մոտ 80 տարեկան մի տարեց տիկին ջրում էր բույսերը կերամիկական կաթսաներում, չնայած իր խորը տարիքին, Մայրապետ Հայկանուշը պահպանում էր կենսունակ հայացք ճշգրիտ շարժումներ։ Մայրապետ Հայկանուշ, սրանք Էդվարդ Մոնտգոմերին Մարիամ Օլիվերն են, նրանք կցանկանային խոսել ձեզ հետ, ներկայացրեց նորեկը։ Ձեր կինը դանդաղ շրջվեց, շտկելով իր բարակ շրջանակով ակնոցները, Մարիամ Օլիվեր։
Ահ, այո, Դաշնամուրի փոքրիկ Մարիամը, այնպես չէ, դուք սովորաբար խաղում էիք Գաբրիելի հետ։ Մարիամը ժպտաց, հուզված, որ հիշվել էր. Այո, մայրապետ, Գաբրիելի մասին է, որ մենք եկել ենք խոսելու, իրականում մենք հավատում ենք, որ նրա իրական անունը Գաս Մոնտգոմերի է, պարոն Էդվարդի եղբայրը։ Մի անձնուհու աչքերը թեթակի լայնացան, նա ջրցանը դրեց քարե սեղանին, ժեստ արեց, որ նրանք նստեն այգու նստարաններին, ուրեմն նա ի սկզբանե ճիշտ էր, մրմնջաց նա, ավելի շատ իրեն, քան այցելուներին։ Էդվարդը նստեց մի անձնուհու դիմաց, սիրտը թրթռալով, հիշո՞ւմ եք նրան։ Ինչպես կարող էի մոռանալ, Գաբրիելը կամ Գասը, ինչպես դուք եք ասում, հատուկ երեխա էր, տարբեր, մինչ մյուս երեխաները խաղում էին, նա ժամեր էր անցկացնում Դաշնամուրի մոտ, ինքնուս նա ինքն էր սովորել, նա ասում էր, որ արդեն կարող է նվագել, որ պարզապես հիշում էր։ Եվ ինչպես հայտնվեց մանկատանը, հարցրեց Էդվարդը, փորձելով իր ձայնը հաստատուն պահել։ Մի անձնուհին խորը շունչ քաշեց, կարծես կազմակերպելով իր հիշողությունները, դա 1998 թվականին էր, եթե չեմ սխալվում, մի սոցիալական աշխատող բերեց նրան, ասելով, որ նրան գտել են մենակ ավտոբուսի կայարանում, նա փաստաթղթեր ուներ, Գաբրիել Ստոուն անունով ծննդյան վկայական, ամեն ինչ կարծես կարգին էր։ Բայց այդպես չէր, ընդհատեց Էդվարդը։ Ոչ, այդպես չէր, համաձայնեց մի անձնուհին, մի որոշ ժամանակ անց մենք հասկացանք, որ փաստաթղթերը կեղծված էին, բայց դա այն ժամանակ հաճախ էր պատահում, ցավոք, մենք տեղեկացրինք իշխանություններին, բայց առանց հաստատված ինքնության, նա մնաց մեզ մոտ որպես Գաբրիել։ Էդվարդը զգաց, որ իր արյունը եռում է երակներում, այդ բոլոր տարիներին, մինչ իր ընտանիքը ցավից պատառոտվում էր, Գասը 12 մղոնից էլ պակաս հեռավորության վրա էր, ապրելով այլ անունով, այլ ինքնությամբ։ Նա միշտ խոսում էր իր իրական ընտանիքի մասին, շարունակեց մայրապետ Հայկանուշը, նա նկարագրում էր մի մեծ տուն, այգիով, ռոյալով, նա խոսում էր այն եղբոր մասին, ով նրան սովորեցրել էր նվագել, սկզբում մենք կարծում էինք, որ դրանք ֆանտազիաներ են, լքվածության հետ հարմարվելու մեխանիզմ, սովորական է, որ երեխաների մոտ իրենց ծագման մասին պատմություններ ստեղծելը։ Դրանք ֆանտազիաներ չէին, Էդվարդի ձայնը խեղդված էր, դա ճշմարտությունն էր։ Այո, հիմա ես տեսնում եմ, որ դրանք այդպես էին, մի անձնուհին նորից շտկեց իր ակնոցները, նա հաճախակի մղձավանջներ էր ունենում, նա արթնանում էր ճչալով, ասելով, որ ինչ-որ մեկը նրան տարել է զբոսայգուց, նա ասում էր, որ չի կարող տեսնել այդ մարդու դեմքը, միայն հիշում էր, որ նրան մեքենա են դրել։ Էդվարդը փակեց աչքերը, ոստիկանական հետաքննությունը եզրակացրել էր, որ Գասին տարել էին հաղթանակի զբոսայգուց, դայակի հետ զբոսանքի ժամանակ, ով մի քանի րոպե շեղվել էր, նրանք երբեք չգտան ականատեսների, ովքեր տեսել էին առանգումը։ Մեր ծնողները երբեք չապաքինվեցին, ասաց Էդվարդը, վերապրելով ցավալի հիշողությունները, մայրս հիվանդացավ վշտից, նա օրերն անցկացնում էր Գասի նվագած Դաշնամուրի մոտ նստած, սպասելով նրա վերադարձին, հայրս ընկղմվեց աշխատանքի մեջ մինչ հյուծում։ Մեր ընտանիքը կործանվեց։ Մայրապետ Հայկանուշը կարեկցանքով գլխով արեց, ես շատ եմ ցավում, եթե մենք իմանայինք, եթե մենք հավատայինք տղային ի սկզբանե։ Ինչ պատահեց նրան փախչելուց հետո, հարցրեց Էդվարդը։ Նա վիճաբանություն ուներ անձնակազմի անդամներից մեկի հետ, ով արգելել էր նրան օգտագործել Դաշնամուրը թույլատրված ժամերից հետո, հաջորդ առավոտյան նա անհետացել էր, նա միայն նկար էր թողել իր բարձի տակ։ Նկարը, բացականչեց Մարիամը, դեռ ունեք այն։ Մայրապետ Հայկանուշը որոշ դժվարությամբ վեր կացավ, արի ինձ հետ։ Նրանք հետեցին մի անձնուհուն դեպի մի փոքրիկ սենյակ, վանքի հարանությամբ, այնտեղ մետաղական պահարանում պահվում էին տարիներով կազմակերպված թղթապանակներ, նա բացեց մի դարակ, հանեց մի թղթապանակ, Գաբրիել Ստոուն, 1998, 2006 վերնագրով։ Ես պահում եմ մանկատնով անցած բոլոր երեխաների իրերը, ոմանք տարիներ անց վերադառնում են, փնտրելով իրենց անցյալի հետքերը։ Զգույշ ձեռքերով նա թղթապանակից հանեց դեղնած թուղթ, դա մատիտով արված նկար էր, մի մեծ տուն, շատ նման Մոնտգոմերի առանձնատանը, երկու տղա, ձեռք ձեռքի բռնած Դաշնամուրի դիմաց, Մարիամի նշած արտահայտությունը։ Մի օր իմ եղբայրը կգտնի ինձ։ Էդվարդը դողացող ձեռքերով վերցրեց նկարը, դա Գասի ձեռագիրն էր, նույնը, ինչ նա հիշում էր մանուկ հասակում փոխանակած նոտաներից, թղթի հետի մասում կարս մի արտահայտություն։ Դաշնամուրը իտալերեն նշանակում է փափուկ, իմ եղբայրը սովորեցրել է ինձ դա։ Հանկարծակի հիշողություն համակեց Էդվարդին, Գասի անհետացումից մեկ օր առաջ նրանք խաղացել էին օտար բառերի խաղ, Էդվարդը, այն ժամանակ 14 տարեկան, իտալերեն էր սովորում, իր եղբորը սովորեցրել էր, որ Դաշնամուրը նշանակում է փափուկ։ Դա նա է, մրմնջաց Էդվարդը, զգալով, որ արցունքները հոսում են իր դեմքով, դա Գասն է։ Կաս մի բան, ասաց մայրապետ Հայկանուշը, թղթապանակից հանելով փոքրիկ փայտե տուփ, նա սա էլ է թողել։
Տուփի մեջ փայտե նավակ կար, նույնական այն նավակին, որը Էդվարդը պահում էր իր դարակում։ Ես երկու նույնական նավակ էի պատրաստել, բացատրեց նա, ձայնը հուզմունքից խեղդված, մեկը մեզանից յուրաքանչյուրի համար, դա մեր գաղտնիքն էր։ Մարիամը, ով լուր դիտում էր տեսարանը, սրբեց իր սեփական արցունքները, նա ասում էր, որ նավակը մի օր նրան կտանի տուն։ Էդվարդը սեղմեց փոքրիկ նավակը մատների արանքում, միաժամանակ կործանված հույսով լի զգալով, տարիներ շարունակ նա պատկերացրել էր ամենավատ սցենարները իր եղբոր ճակատագրի մասին, հիմա նա գիտեր, որ Գասն այդ ամբողջ ժամանակ կենդանի էր, պահպանելով հիշողությունները, սպասելով, որ իրեն կգտնեն։ Ունեք որե գաղափար, թե ուր նա կարող էր գնալ փախչելուց հետո, հարցրեց Էդվարդը մի անձնուհուն։ Մենք կոնկրետ տեղեկություն չունենք, մի քանի տարի անց մեր նախկին բնակիչներից մեկն ասաց, որ տեսել է նրան Ծաղկաձորում, արհեստագործական տոնավաճառում, նա ասում էր, որ դիմանկարներ էր նկարում, նա միշտ տաղանդավոր էր նկարչության մեջ, բացի երաժշտությունից։ Էդվարդը իմաստալից հայացք փոխանակեց Մարիամի հետ, դա հուշում էր, միգուցե միակը, որ նրանք կստանային։ Մայրապետ, կարող եմ վերցնել այս իրերը, հարցրեց նա, մատնանշելով նկարը փոքրիկ նավակը։ Իհարկե, դրանք ձեր ընտանիքին են պատկանում, ի վերջո։ Երբ նրանք հեռացան վանքից, Էդվարդը փոխված զգաց իրեն, 25 տարի շարունակ նա ապրել էր ուրվականի հետ, մի բացակայություն, որը ձավորել էր նրա ամբողջ գոյությունը, հիմա նա կոնկրետ ապացույց ուներ, որ իր եղբայրն այդքան մոտ էր եղել, պայքարելով իր իրական ինքնության հիշողությունը կենդանի պահելու համար։ Ինչ ենք անում հիմա, հարցրեց Մարիամը, երբ նրանք քայլում էին դեպի մեքենան։ Մենք կգտնենք նրան, պատասխանեց Էդվարդը վճռականությամբ, որը նա չէր զգացել տասնամյակներ շարունակ, ես կվարձեմ երկրի լավագույն մասնավոր հետաքննության թիմին, մենք կփնտրենք Ծաղկաձորում բոլոր արհեստագործական տոնավաճառներում, բոլոր արվեստի պատկերասրահներում, ես չեմ հանձնվի, մինչ չգտնեմ նրան։ Ես կարող եմ օգնել, առաջարկեց Մարիամը, ես տարիներ շարունակ ապրել եմ նրա հետ, միգուցե ես կարող եմ ճանաչել նրան, նույնիսկ այսքան ժամանակ անց։ Էդվարդը նայեց կնոջը, ով ճակատագրի բերումով հույս էր վերադարձրել իր կյանք։ Շնորհակալություն, Մարիամ, դուք չեք կարող պատկերացնել, թե ինչ եք արել ինձ համար այսօր։ Երբ նրանք վերադառնում էին առանձնատուն, Էդվարդը մեքենա էր վարում արցունքոտ աչքերով, վերապրելով մանկության հիշողությունները Գասի հետ, նա հիշում էր իր փոքր եղբորը, ով վազում էր այգում, դաշնամուրի դասերը, այն պատմությունները, որոնք նրանք միասին հորինում էին քնելուց առաջ, նա հիշում էր այն խոստումը, որը տվել էր իրեն անհետացման օրը։ Ես կգտնեմ քեզ, իմ չեմպիոն, անկախ նրանից, թե որքան ժամանակ կպահանջվի։ 25 տարի էր անցել, բայց խոստումը մնում էր կենդանի, և հիմա, առաջին անգամ, այն հնարավոր թվաց կատարել։ Առանձնատուն հասնելուն պես Էդվարդն անմիջապես գնաց երաժշտական սենյակի ռոյալի մոտ, նա բացեց կափարիչը, նվագեց մի պարզ մեղեդի, առաջինը, որ սովորեցրել էր Գասին, նոտաները արձագանքում էին դատարկ տանը, կարծես կանչ ժամանակի միջով։ Ես գալիս եմ, իմ չեմպիոն, շշնջաց նա իրեն, ես գալիս եմ։ Նույն գիշեր Էդվարդը հանդիպեց Ռիչարդին իր անվտանգության թիմին, նա ներկայացրեց նրանց նոր տեղեկատվությունը, հրամայեց անմիջապես սկսել որոնումները Ծաղկաձորում Երանի մետրոպոլիտենի տարածքի բոլոր արհեստագործական տոնավաճառներում, արվեստի պատկերասրահներում։ Ես բացարձակ զգուշություն եմ ուզում, հրահանգեց նա, եթե նա այնտեղ է, ես չեմ ուզում վախեցնել նրան, մենք պետք է զգուշորեն մոտենանք նրան։ Ռիչարդը, ով տարիներ շարունակ ուշադրությամբ հետել էր Էդվարդի տառապանքներին, լրջորեն գլխով արեց, մենք կգտնենք նրան, պետ, այս անգամ կգտնենք։ Երբ թիմը հեռացավ նախապատրաստությունները սկսելու, Էդվարդը մնաց մենակ իր աշխատասենյակում, դիտելով Գասի մանկատանը թողած նկարը, այդ մանկական էսքիզը, որը պատկերում էր դաշնամուրի դիմաց ձեռք ձեռքի բռնած երկու եղբայրներին, ավելին էր, քան հիշողություն։ Դա խոստում էր, կապ, որը ոչ ժամանակը, ոչ հեռավորությունը չէին կարողացել խզել։ Մի օր իմ եղբայրը կգտնի ինձ, նորից կարդաց նա, մատներով անցնելով երեխայի երկչոտ ձեռագրով գրված բառերի վրայով։ Էդվարդը ժպտաց արցունքների միջով, և այդ օրը եկել է, իմ չեմպիոն, այդ օրը վերջապես եկել է։ Ծաղկաձորի արհեստագործական տոնավաճառը կենդանությամբ էր եռում այդ արոտ կիրակի օրը, զբոսաշրջիկներն ու երանցիները շրջում էին գունեղ տաղավարների միջով, հիանալով արվեստի գործերով, փայտե քանդակներով, ձեռագործ զարդերով, Էդվարդը, զուսպ հագնված ջինսերով, շապիկով, դիտում էր յուրաքանչյուր դեմք, յուրաքանչյուր շարժում, փնտրելով իր եղբոր որե-նշան, Մարիամը քայլում էր նրա կողքին, մինչդեռ Ռիչարդս երկու թիկնապահ պահպանում էին ռազմավարական հեռավորություն, փորձելով ուշադրություն չգրավել։ Արդեն երրորդ տոնավաճառն էր, որ նրանք այցելում էին երկու շաբաթվա ընթացքում, որոնումները մանրակրկիտ էին, բայց մինչ այժմ անարդյունք։
Մենք դեռ տոնավաճառի կեսը պետք է ստուգենք, ասաց Մարիամը, նկատելով հուսահատությունը Էդվարդի աչքերում, եւ եթե այսօր էլ ոչինչ չգտնենք, հաջորդ շաբաթ դեռ Դավթաշենի տոնավաճառն ունենք։ Էդվարդը գլխով արեց, շնորհակալ լինելով կնոջ լավատեսությունից, ով այդքան կարճ ժամանակում դարձել էր այս որոնումների անհրաժեշտ գործընկերը։ Վերջին օրերին Մարիամը նրան ավելին էր պատմել մանկատանը Գաբրիելի հետ անցկացրած ժամանակի մասին։ Ինչպես էր նա մեկուսանում մյուս տղաներից, ինչպես էր ժամեր անցկացնում դաշնամուրի մոտ կամ նկարելով, ինչպես էր երբեմն արթնանում լացելով, եղբորը կանչելով։ Նա երբեք չհանձնվեց քեզանից, ասել էր Մարիամը նախորդ գիշեր, երբ նրանք թեյ էին խմում առանձնատան պատշգամբում, նույնիսկ երբ բոլորն ասում էին, որ նա պատմություններ է հորինում, նա երբեք չդադարեց հավատալ, որ մի օր կվերադառնա տուն։ Այս խոսքերը Էդվարդին տվեցին այն ուժը, որն անհրաժեշտ էր որոնումները շարունակելու համար։ Եկեք ստուգենք նկարիչների այդ հատվածը, առաջարկեց նա, մատնանշելով տաղավարների մի խումբ, որտեղ արվեստագետները ցուցադրում էին իրենց աշխատանքները։ Նրանք դանդաղ քայլում էին, ուսումնասիրելով յուրաքանչյուր տաղավար, կային բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, աբստրակտ արվեստ, ոճերի տեխնիկաների կալեյդոսկոպ։ Էդվարդը հատկապես դիտում էր այն նկարիչներին, ովքեր կենդանի դիմանկարներ էին անում, բայց նրանցից ոչ մեկը հեռվից նման չէր իր եղբորը։ Հենց այդ ժամանակ Մարիամը հանկարծ կանգ առավ մի փոքրիկ տաղավարի կողքին ցուցադրված կտավի առջ, դա տղայի դիմանկարն էր, ով նստած էր դաշնամուրի մոտ, հետից տեսանելի, բայց դեմքը մասամբ տեսանելի պրոֆիլից։ Տեսարանը լուսավորող փափուկ լույսը ստեղծում էր նոստալգիկ, գրեթե եթերային մթնոլորտ։ Էդվարդ, կանչեց նա, ձայնը դողալով, նայեք սրան։ Նա մոտեցավ, զգաց, որ իր սիրտը թրթռում է, կար ինչ-որ ծանոթ բան ոճի մեջ, լույսի բռնվելուձի մեջ, մանրակրկիտ կոմպոզիցիայի մեջ, ավելին, պատկերված տղան անորոշ նման էր Գասին մանուկ հասակում։ Որտեղ է նկարիչը, հարցրեց Էդվարդը հարան տաղավարի տիրուհուն, մի տարեց տիկնոջ, ով տրիկոտաժե իրեր էր վաճառում։ Ռաֆայելը, նա գալիս է միայն ամսվա առաջին կիրակի օրերին, այսօր երրորդ կիրակին է։ Ռաֆայել, կրկնեց Էդվարդը, հիասթափություն զգալով, դա այն անունը չէր, որը նա սպասում էր լսել։ Այո, Ռաֆայել Ալմեիդա, զուսպ երիտասարդ, շատ տաղանդավոր, նա այս գեղեցիկ դիմանկարներն է անում, հատկապես երեխաների։ Գիտեք, թե որտեղ կարող ենք գտնել նրան, հարցրեց Մարիամը։ Կինը վարանեց, կասկածանքով նայելով նրանց, ինչու։ Եք ուզում իմանալ, նա ինչ-որ մեկի հետ խնդիրներ ունի։ Ոչ մի նման բան, շտապ ասաց Էդվարդը, ես արվեստի կոլեկցիոներ եմ, ես հետաքրքրված եմ նրա աշխատանքով, ես կցանկանայի մի քանի գործ պատվիրել։ Բացատրությունը կարծես բավարարեց կնոջը, ով տեսանելիորեն թուլացավ, հասկանում եմ, դե ես չգիտեմ, թե ճիշտ որտեղ է նա ապրում, բայց գիտեմ, որ նա ցուցադրվում է Կասկադի գիշերային շուկայում հինգշաբթի օրերին, միգուցե այնտեղ կգտնեք նրան։ Էդվարդը շնորհակալություն հայտնեց նրան, գնեց տղայի դիմանկարը դաշնամուրի մոտ, վճարելով պահանջված գնի կրկնակին, երբ նրանք վերադառնում էին մեքենա, նա Մարիամը ուսումնասիրեցին նկարի յուրաքանչյուր մանրուք։ Նայեք սրան, ասաց Մարիամը, մատնանշելով կտավի ներքի անկյունում գտնվող փոքրիկ մանրուքը, ավանդական ստորագրության փոխարեն նկարված էր փոքրիկ նավակ, գրեթե նույնական այն փայտե նավակին, որը Գասը պահել էր այդ բոլոր տարիներին։ Դա նա է, մրմնջաց Էդվարդը, զգալով մի հուզմունք, որը դժվարությամբ էր զսպում, դա պետք է լինի նա։ Ռիչարդը մոտեցավ, հետաքրքրված, ինչ-որ բան գտաք, պետ։ Միգուցե, պատասխանեց Էդվարդը, ցույց տալով կտավը, մենք պետք է հինգշաբթի գնանք Կասկադի գիշերային շուկա, եւ ես ուզում եմ, որ դուք ամեն ինչ պարզեք Ռաֆայել Ալմեիդա անունով նկարչի մասին մինչ այդ։ Հաջորդ օրերին Էդվարդը դժվարությամբ էր կարողանում կենտրոնանալ իր բիզնեսի վրա, նա ժամեր էր անցկացնում նկարը դիտելով, փնտրելով նշաններ, որոնք կհաստատեին իր կասկածները, փոքրիկ նավակը ուժեղ ապացույց էր, բայց նա պետք է համոզված լիներ։ Չորեքշաբթի օրը Ռիչարդը բերեց առաջին տեղեկությունը Ռաֆայել Ալմեիդայի մասին, մենք շատ բան չգտանք, պետ, նա չունի սոցիալական մեդիա կամ պրոֆեսիոնալ կայք, մենք միայն կարողացանք ստանալ հասցե Կոնդի արվեստի թաղամասում, գրանցված արհեստավորների ասոցիացիայում, ցածր որակի լուսանկար ցուցահանդեսի կատալոգից 3 տարի առաջ։ Էդվարդը ուսումնասիրեց հատիկավոր լուսանկարը, այն ցույց էր տալիս մոտ 30 տարեկան տղամարդու կարճ մորուքով դեմքի գծերով, որոնք կարող էին կամ չէին կարող նման լինել Գասին, պատկերը այնքան վատ որակի էր, որ անհնար էր համոզված լինել։ Վաղը կիմանանք, ասաց Էդվարդը, վերադարձնելով լուսանկարը Ռիչարդին, վաղը վերջապես կիմանանք։ Կասկադի գիշերային շուկան ավելի փոքր էր, ավելի մտերմիկ, քան Ծաղկաձորը, այն զբաղեցնում էր մի հրապարակ, լուսավորված ծառերի միջ կախված գունեղ լամպերով, ստեղծելով հարմարավետ մթնոլորտ։
Արհեստավորներն ու արվեստագետները ցուցադրում էին իրենց աշխատանքները փոքրիկ տաղավարներում, մինչդեռ սաքսոֆոնահարը ջազ էր նվագում հրապարակի անկյունում։ Էդվարդը, Մարիամը անվտանգության թիմը ժամանեցին երեկոյան 8-ին, երբ շուկան եռում էր, նրանք մեթոդաբար անցան յուրաքանչյուր անցուղիով, յուրաքանչյուր տաղավարով, փնտրելով Ռաֆայել Ալմեիդային։ Գրեթե մեկ ժամ անարդյունք որոնումներից հետո Մարիամը դիպավ Էդվարդի թին, այնտեղ, ասաց նա, մատնանշելով հրապարակի անկյունում գտնվող պարզ տաղավարը, մոտ 30 տարեկան տղամարդը շագանակագույն մազերով կարճ մորուքով նկարում էր մի աղջկա դիմանկարը, ով համբերատար կեցվածք էր ընդունել նրա դիմաց։ Էդվարդը զգաց, որ իր սիրտը արագանում է, նույնիսկ հեռվից կար ինչ-որ ծանոթ բան տղամարդու պրոֆիլի մեջ, նրա գլուխը թեթակի թեքելուձի մեջ, երբ նա աշխատում էր։ Ես մենակ կմոտենամ, ասաց նա Մարիամին Ռիչարդին, մնացեք այստեղ։ Նա դանդաղ քայլեց դեպի տաղավարը, փորձելով կառավարել իր շնչառությունը, իր ոտքերը, իր մտքերը, 25 տարվա որոնումները, տառապանքները, երբեք ամբողջությամբ չլքված հույսը հանգուցալուծվում էին այս պահին։ Նկարիչը չնկատեց նրա մոտեցումը, քանի որ կենտրոնացած էր իր աշխատանքի վրա, Էդվարդը մի քանի րոպե դիտեց նրան, ուսումնասիրելով նրա դեմքի գծերը, ժամանակը փորձառությունները փոփոխել էին այդ դեմքը, բայց աչքերը նույնն էին, ինչ Էդվարդը հիշում էր մանկուց։ Ձեր տեխնիկան տպավորիչ է, վերջապես ասաց նա, ամենաամուր ձայնով, որը կարող էր հավաքել։ Տղամարդը վեր բարձրացրեց հայացքը, զարմացած հաճոյախոսությունից, շնորհակալություն, պատասխանեց նա քաղաքավարի ժպիտով, ես երկար տարիներ աշխատում եմ դիմանկարների հետ։ Կարող եմ տեսնել ձեր մյուս աշխատանքները, հարցրեց Էդվարդը, մատնանշելով սեղանին դրված պորտֆոլիոն։ Իհարկե։ Թերթելով պորտֆոլիոն, Էդվարդը նկատեց մի օրինաչափություն։ Նկարներից շատերը պատկերում էին երեխաների դաշնամուրի մոտ, կամ երեխաների, ովքեր նայում էին հորիզոնին, միշտ նոստալգիայի սպասման մթնոլորտով, եւ դրանց բոլորում, գրեթե թաքնված, կար փոքրիկ նավակը, որը ծառայում էր որպես ստորագրություն։ Ինչու՞։ Նավակը, հարցրեց նա, մատնանշելով փոքրիկ նավը կտավներից մեկում։ Տղամարդը մի պահ վարանեց, կարծես հարցը զարմացրել էր նրան, դա երկար պատմություն է, վերջապես պատասխանեց նա, իմ մանկությունից ինչ-որ բան, վերադարձի խորհրդանիշ տուն վերադառնալու, կարծում եմ։ Էդվարդը կոկորդում կուլ տվեց, ժամանակն էր ճշմարտության, ես ինչ-որ բան ունեմ ձեզ ցույց տալու, ասաց նա, գրպանից հանելով փոքրիկ փայտե նավակը, որը Գասը թողել էր մանկատանը։ Տղամարդու աչքերը լայնացան առարկան տեսնելիս, նրա դեմքը գունատվեց, մի պահ թվաց, թե նա կկորցնի գիտակցությունը, որտեղից եք սա վերցրել, հարցրեց նա, ձայնը գրեթե անլսելի։ Սուրբ Աննայի մանկատանը, մայրապետ Հայկանուշը պահել է այն այս բոլոր տարիներին։ Տղամարդը դողացող ձեռքերով վերցրեց փոքրիկ նավակը, ուսումնասիրելով այն, կարծես դա աշխարհի ամենաթանկարժեք բանը լիներ, ես կարծում էի, որ այն հավերժ կորցրել եմ, մրմնջաց նա։ Ոչ, ասաց Էդվարդը, զգալով, որ արցունքները սկսում են հոսել, այն չէր կորել, ինչպես դու երբեք իսկապես չէիր կորել, իմ չեմպիոն։ Լսելով այդ բառերը, իմ չեմպիոն, տղամարդը վեր բարձրացրեց հայացքը, աչքերն այժմ լցված արցունքներով, այլս կասկած չկար, այլս վարանում չկար, 25 տարի էր անցել, բայց այդ պահին, արցունքների միջով, նրանք նորից այն երկու տղաներն էին, ովքեր խաղում էին Մոնտգոմերիի առանձնատան այգում։ Էդվարդ, շշնջաց տղամարդը, ձայնը հուզմունքից խեղդված, իսկապես դու ես։ Էդվարդը գլխով արեց, անկարող խոսելու, առանց շուրջբոլորի հետաքրքրասեր հայացքներին ուշադրություն դարձնելու, նա շրջանցեց սեղանը, գրկեց այն եղբորը, ում կարծում էր, որ հավերժ կորցրել է, Գասը կամ Ռաֆայելը, ինչպես հիմա էր կոչվում, նույն ինտենսիվությամբ պատասխանեց գրկախառնությանը, կարծես վախենալով, որ եթե նա բաց թողնի, իր եղբայրը կարող է նորից անհետանալ։ Երկար րոպեներ նրանք մնացին այդպես գրկախառնված, թույլ տալով, որ արցունքները լվանան 2.5 տասնամյակի բաժանումը, ցավը, սպասումը, երբ նրանք վերջապես բաժանվեցին, Էդվարդը տեսավ, որ Մարիամը Ռիչարդը մոտեցել էին, հուզմունքով դիտելով տեսարանը։ Սա Մարիամն է, ներկայացրեց Էդվարդը, նա էր, ով նրան ճանաչեց իմ տան լուսանկարում, նա ձեզ հետ էր մանկատանը։ Գասը շրջվեց դեպի Մարիամը, ճանաչումը լուսավորելով նրա հայացքը, դաշնամուրի Մարիամը, ասաց նա, դողացող ժպիտով, դուք երբեմն ինձ հետ էիք նվագում, դուք միակն էիք, ով հավատում էր իմ պատմություններին։ Մարիամը գլխով արեց, ցրփելով իր սեփական արցունքները, ես միշտ գիտեի, որ դու կգտնես քո ճանապարհը դեպի տուն։ Գասը նայեց աղջկան, ով դեռ համբերատար սպասում էր իր դիմանկարին, ես ցավում եմ, ասաց նա, ես պետք է չեղարկեմ մեր այսօրվա նստաշրջանը, շատ կարևոր բան է պատահել։ Աղջկա մայրը, հասկանալով պահի հուզական ինտենսիվությունը, անմիջապես համաձայնեց, խնդիր չկա, մենք կարող ենք վերադառնալ մեկ այլ օր։
Երբ Գասը արագ հավաքում էր իր նյութերը, Էդվարդը չէր կարողանում աչքերը կտրել իր եղբորից, կարծես վախենալով, որ նա կարող է նորից անհետանալ ցանկացած պահի։ 25 տարվա որոնումները, ցավը, երբեք ամբողջությամբ չլքված հույսը, հանգուցալուծվում էին վերամիավորման այս պահին։ Եկեք գնանք տուն, ասաց Էդվարդը, ձեռքը դնելով եղբոր ուսերին, մենք շատ բան ունենք խոսելու։ Գասը գլխով արեց, վերջին անգամ նայելով փայտե նավակին, որը դեռ ամուր բռնած էր։ Այո, պատասխանեց նա, ձայնը հուզմունքից խեղդված, եկեք գնանք տուն։ Մեքենան անցնում էր Երանի լուսավորված փողոցներով դեպի կենտրոն, Գասը պատուհանից դիտում էր քաղաքը, լուռ, երբեմն շոշափելով փոքրիկ փայտե նավակը, կարծես պետք է համոզվեր, որ ամեն ինչ իրական է։ Էդվարդը, նրա կողքին նստած հետի նստատեղում, հարգում էր այս ինքնաքննության պահը, թե հազարավոր հարցեր էին այրում նրա մտքում։ Հիշում ես այդ օրը, վերջապես հարցրեց Գասը, աչքերը չկտրելով պատուհանից, այն օրը, երբ ինձ տարան։ Էդվարդը ցավ զգաց կրծքավանդակում, ամեն րոպե, դա շաբաթ էր, մայրիկը հիվանդ էր, ուստի հայրիկը խնդրեց ինձ քեզ տանել հաղթանակի զբոսայգի տիկին Հելենի, մեր դայակի հետ, դու ուզում էիր կարապներ տեսնել լճում։ Գասը փակեց աչքերը, կարծես փորձելով վերականգնել հիշողության բեկորները, ես հիշում եմ կարապներին շոկոլադե պաղպաղակ, դու ինձ համար գնեցիր այն, նույնիսկ այն բանից հետո, երբ մայրիկն ասաց, որ մենք կարող ենք ուտել միայն ճաշից հետո։ Տխուր ժպիտ անցավ Էդվարդի շրթունքներով, այո, դու խոստացար չասել նրան, դա մեր գաղտնիքն էր։ Իսկ հետո… Տիկին Հելենը զանգ ստացավ, նա ասաց, որ շտապը հեռացավ պատասխանելու, ես դիտում էի մի քանի տղաների, ովքեր ֆուտբոլ էին խաղում, երբ շրջվեցի, դու այլս այնտեղ չէիր։ Արջի նստատեղում Մարիամը Ռիչարդը լուռ լսում էին, վկաներ մի երկխոսության, որը 25 տարի սպասել էր, որ տեղի ունենա։ Ես հիշում եմ մի կնոջ, ասաց Գասը, հոնքերը կիտելով հիշողության ջանքից, նա ասաց, որ դու ինձ կանչում ես, որ դու ինչ-որ բան ես գտել ինձ ցույց տալու համար, ես հետեցի նրան։ Իսկ հետո, հարցրեց Էդվարդը, գրեթե շունչը կտրված։ Հետո ամեն ինչ խառնվում է, ես հիշում եմ, որ մեքենայի մեջ էի, լացում էի, քեզ էի կանչում, կինը շարունակում էր ասել, որ ամեն ինչ կարգին է, որ մենք շուտով տուն կլինենք, բայց մենք տուն չգնացինք։ Էդվարդը դժվարությամբ կուլ տվեց, զգալով, որ այն մեղքը, որը նա կրել էր այդքան տարի, նորից ի հայտ է գալիս, ես երբեք չպետք է աչքերս կտրեի քեզանից, ես երբեք ինձ չներեցի դրա համար։ Գասը շրջվեց դեպի նա, առաջին անգամ մեքենա նստելուց ի վեր, դա քո մեղքը չէր, Էդվարդ, մենք երեխաներ էինք։ Մեքենան կանգ առավ Մոնտգոմերիի առանձնատան դիմաց, Գասը դիտեց տպավորիչ կառույցը, ծանոթության օտարության խառնուրդով։ Մենք դեռ նույն դաշնամուրն ունենք, հարցրեց նա, երբ նրանք քայլում էին այգու միջով դեպի մուտքը։ Այո, պատասխանեց Էդվարդը, մայրիկը երբեք թույլ չէր տալիս ազատվել դրանից, նա ասում էր, որ դու մի օր կվերադառնաս այն նվագելու։ Երբ նրանք մտան տուն, տիկին Սելեստը դուրս եկավ դիմավորելու նրանց կանգ առավ, բերանը բաց, տեսնելով Գասին, չնայած անցած տարիներին, նմանությունը անհետացած տղային անհերքելի էր։ Աստված իմ, մրմնջաց տնտեսուհին, ձեռքերը դեմքին բերելով, դա փոքրիկ Գասն է։ Գասը ժպտաց, անվստահ, բար, տիկին Սելեստ, դուք բոլորովին չեք փոխվել։ Տնտեսուհին վազեց գրկելու նրան, ուրախությունից հեկեկալով, իմ տղան վերադարձել է։ Էդվարդը դիտում էր տեսարանը, հուզված, դա վերամիավորումների, վերակապակցումների, ընդհատված կյանքի վերակառուցման միայն սկիզբն էր։ Եկեք գնանք երաժշտական սենյակ, առաջարկեց նա, երբ տիկին Սելեստը վերջապես բաց թողեց Գասին, շատ բան կա խոսելու։ Երաժշտական սենյակը գրեթե նույնն էր մնացել, ինչ 25 տարի առաջ, Սրոյալը զբաղեցնում էր կենտրոնը, լուսավորված հատակային լամպով, որը ոսկե շրջան էր ստեղծում գործիքի վրա, պատերին ընտանեկան լուսանկարներ էին երջանիկ պահերից, այդ թվում Էդվարդի Գասի միասին նվագելու, այգում խաղալու, հատուկ առիթներով կեցվածք ընդունելու բազմաթիվ լուսանկարներ։ Գասը դանդաղ մոտեցավ դաշնամուրին, ինչպես մոտենում են զոհասեղանին, նա նրբորեն մատները անցկացրեց ստեղների վրայով, առանց դրանք սեղմելու, ես դեռ հիշում եմ, մեղմ ասաց նա, ես դեռ ամեն ինչ հիշում եմ։ Նա նստեց նստարանին, մի պահ վարանելուց հետո սկսեց նվագել, դա պարզ մեղեդի էր, նույնը, որը Էդվարդը սովորեցրել էր նրան, երբ նա ընդամենը 4 տարեկան էր, նրա մատները սահուն շարժվում էին, կարծես երբեք չէին դադարել նվագել այդ կոնկրետ դաշնամուրը։ Էդվարդը նստեց նրա կողքին, միասին, առանց բառ փոխանակելու, նրանք ավարտեցին մեղեդին իմպրովիզացված դուետով, որը կարծես տասնամյակներ առաջ խզված երաժշտական թելը վերականգնում էր։ Երբ երաժշտությունը դադարեց, հաջորդող լռությունը լի էր հուզմունքով, Մարիամը Ռիչարդը զուսպորեն հեռացել էին, եղբայրներին մենակ թողնելով իրենց հիշողությունների հետ։
Ինչ պատահեց այն բանից հետո, երբ քեզ տարան զբոսայգուց, վերջապես հարցրեց Էդվարդը, ձայն տալով այն հարցին, որը նրան տանջել էր այդքան տարի։ Գասը խորը շունչ քաշեց, կազմակերպելով բեկորային հիշողությունները, այն կինը, ով ինձ տարավ, նա վատ մարդ չէր, համենայն դեպս չեմ կարծում, որ էր, նա ասում էր, որ կան մարդիկ, ովքեր երեխաներ չէին կարող ունենալ, իմ նման տղայի կարիք ունեին։ Ինձ տարան մի տուն, գյուղում, փոքրիկ քաղաքում, ես մի քանի ամիս անցկացրի այնտեղ մի զույգի հետ, նրանք բարի էին, բայց ես ամեն գիշեր լացում էի, կանչելով քեզ մեր ծնողներին։ Էդվարդը ուշադիր լսում էր, յուրաքանչյուր բառը զգալով որպես փոքրիկ դանակահարություն։ Հետո մի դժբախտ պատահար եղավ, շարունակեց Գասը, այն մեքենան, որում մենք էինք, շրջվեց գյուղական ճանապարհին, տղամարդը չփրկվեց, կինը լուրջ վնասվածքներ ստացավ, ես միայն մի քանի քերծվածք ունեի, բայց ես կորցրի իմ հիշողության մի մասը։ Ես հիշում էի բեկորներ, մեծ տունը, դաշնամուրը, դու ինձ անվանում էիր իմ չեմպիոն, բայց ես չէի կարողանում կտորները միացնել։ Ինչպես հայտնվեցիր մանկատանը։ Երբ ես արթնացա հիվանդանոցում, այնտեղ սոցիալական աշխատող կար, այն կինը, ով ինձ որդեգրել էր, անգիտակից վիճակում էր, փաստաթղթեր չկային, ոչինչ չէր ապացուցում, թե ով էի ես, սոցիալական աշխատողը ինձ տարավ մանկատուն, ասելով, որ դա ժամանակավոր կլինի, մինչ նրանք կբացահայտեն իմ ինքնությունը, ինձ համար նոր վկայական ստեղծվեց, Գաբրիել Ստոուն անունով։ Էդվարդը գլխով արեց, անհավատալի, այս ամբողջ ժամանակ դու այդքան մոտ էիր, եթե միայն մենք փնտրեինք մանկատներում։ Ոստիկանությունը փնտրեց, մեղմ ասաց Գասը, ես հիշում եմ, որ ոստիկանները մի քանի անգամ այցելել են մանկատուն, բայց ես չգիտեի իմ ամբողջական անունը կամ հասցեն, ես միայն բեկորային հիշողություններ ունեի, որոնք մեծահասակներին ֆանտազիաներ էին թվում։ Իսկ հետո, երբ փախար մանկատնից։ Գասը տխուր ժպտաց, ես մի որոշ ժամանակ ապրում էի փողոցում, ես դիմանկարներ էի նկարում Ազատության հրապարակում, մի քանի դրամ վաստակելու համար, մի օր մի տարեց նկարիչ տեսավ ինձ նկարելիս ինձ ապաստան առաջարկեց, Կասպյանը, արտակարգ մարդ։ Նա ինձ տեխնիկա սովորեցրեց, խրախուսեց սովորել, նա ինձ համար հայր էր 10 տարի։ Որտեղ է նա հիմա, ես կցանկանայի անձամբ շնորհակալություն հայտնել նրան։ Գասը ցած իջեցրեց հայացքը, նա այլս մեզ հետ չէ, նա մահացել է 5 տարի առաջ, նա ինձ թողեց իր փոքրիկ ստուդիան Կոնդի արվեստի թաղամասում, որտեղ ես դեռ ապրում եմ այսօր։ Էդվարդը գլխով արեց, հասկանալով, եւ դու երբեք չփորձեցիր մեզ գտնել։ Ես փորձեցի, պատասխանեց Գասը, երբ ես մոտ 20 տարեկան էի, սկսեցի ավելի շատ հիշողություններ վերականգնել, Կասպյանը խրախուսեց ինձ փնտրել իմ իրական ընտանիքը, մենք փնտրեցինք հին թերթերում, գնացինք ոստիկանական բաժանմունքներ։ Բայց առանց ամբողջական անվան, առանց ճշգրիտ հասցեի դա կարծես ասեղ փնտրել լիներ խոտի դեզում։ Մենք տարիներ շարունակ փնտրեցինք քեզ, ասաց Էդվարդը, ձայնը խեղդված, մենք երբեք ամբողջությամբ չհանձնվեցինք, բայց ժամանակի ընթացքում պաշտոնական որոնումները դադարեցին, ոստիկանությունը կարծում էր, որ դու այլս, որ մենք քեզ կենդանի չենք գտնի։ Գասը դիպավ իր եղբորտին, մխիթարելով նրան, կարևորն այն է, որ մենք հիմա գտանք միմյանց։ Մեր ծնողները, սկսեց Էդվարդը, վարանելով։ Ես գիտեմ, մեղմ ընդհատեց Գասը, նրանք այլս այստեղ չեն, այնպես չէ։ Էդվարդը գլխով արեց, մայրիկը հիվանդացավ քո անհետացումից հետո, նա երբեք ամբողջությամբ չապաքինվեց, նա մահացավ, երբ ես 28 տարեկան էի, հայրիկը ավելի երկար դիմացավ, բայց նրա սիրտն էլ էր կոտրված, նա մահացավ 8 տարի առաջ։ Լուր արցունքները հոսում էին Գասի դեմքով, ես հույս ունեի նրանց նորից տեսնել։ Նրանք երբեք չմոռացան քեզ, հավաստիացրեց Էդվարդը, նրանք երբեք հույս չկորցրին, որ մի օր դու կվերադառնաս, մայրիկը քեզ համար նամակ է թողել, եթե երբեք գտնենք քեզ։ Էդվարդը վեր կացավ գնաց սենյակի անկյունում գտնվող գրասեղանին, մի դարակից նա հանեց ժամանակից դեղնած մի ծրար, Գաս անունով, գրված իր մոր նրբագեղ ձեռագրով։ Նա սա գրել է մահանալուց անմիջապես առաջ, նա խնդրեց ինձ պահել այն քո համար։ Գասը դողացող ձեռքերով վերցրեց ծրարը, նա զգուշորեն բացեց այն, բացեց նամակը, ձայնը հուզմունքից խեղդված, նա սկսեց բարձրաձայն կարդալ։ Իմ թանկագին Գաս, եթե դու կարդում ես այս նամակը, դա նշանակում է, որ այն հրաշքը, որին ես միշտ հույս էի տվել, վերջապես տեղի է ունեցել, դու գտել ես քո ճանապարհը դեպի տուն, նույնիսկ եթե ես այլս այստեղ չլինեմ քեզ գրկելու համար, ես ուզում եմ, որ դու իմանաս, որ երբեք ոչ մի պահ ես չդադարեցի մտածել քո մասին, փնտրել քեզ, սպասել քեզ, դաշնամուրը դեռ պահում է այն մեղեդիները, որոնք նվագում էին քո փոքրիկ մատները, այգու ծաղիկները դեռ ծաղկում են, ինչպես այն ժամանակ, երբ դու վազում էիր դրանց միջով, քո եղբայր Էդվարդը կենդանի պահեց քեզ գտնելու խոստումը, եւ ես որդիս կենդանի պահեցի այն հաստատակամությունը, որ դու ինչ-որ տեղ էիր, մեծանում էիր, դառնում էիր այն հրաշալի մարդը, ում ես միշտ գիտեի, որ կլինես։
Մորսերը ժամանակ կամ հեռավորություն չի ճանաչում, այն մնում է հավերժ սպասելով վերամիավորման պահին, նույնիսկ եթե դա այլ չափման մեջ է, եղիր երջանիկ, իմ փոքրիկ դաշնակահար, նվագիր այն մեղեդիները, որոնք ժամանակը փորձեց լռեցնել, եւ իմացիր, որ որտեղ էլ որ լինեմ, ես լսում ծափահարում եմ յուրաքանչյուր նոտային, ամբողջ սիրով, հավերժ, քո մայրը։ Երբ նա ավարտեց կարդալը, Գասը բացահայտ լացում էր, Էդվարդը գրկեց նրան, երկար րոպեներ նրանք մնացին այդպես, կիսելով կորստի ցավը վերամիավորման ուրախությունը։ Իսկ հիմա, վերջապես հարցրեց Գասը, սրբելով արցունքները, ի՞նչ է լինում հիմա։ Էդվարդը ժպտաց մի անկեղծ ժպիտ, որը լուսավորեց նրա աչքերը շատ տարիներ անց առաջին անգամ։ Հիմա իմ չեմպիոն, մենք նորից ենք սկսում, դու տուն ես գալիս, մենք փոխհատուցում ենք կորցրած ժամանակը, մենք նոր հիշողություններ ենք կառուցում։ Գասը շուրջբոլորը նայեց երաժշտական սենյակում, դաշնամուրին, պատերի լուսանկարներին, իր կողքին գտնվող եղբորը, 25 տարվա բաժանում, հեռու կառուցված կյանք, դժվարությունների մեջ կերտված ինքնություն։ Ես կյանք ունեմ Կոնդի արվեստի թաղամասում, հանգիստ ասաց նա, իմ ստուդիան, իմ ընկերները, իմ արվեստը։ Էդվարդը գլխով արեց, հասկանալով, ես չեմ խնդրում քեզ թողնել ամեն ինչ, ես պարզապես խնդրում եմ քեզ թույլ տալ ինձ նորից լինել քո կյանքի մի մասը, ինձ հնարավորություն տալ ճանաչել այն մարդուն, ում դարձել է իմ փոքր եղբայրը։ Գասը ժպտաց, զգալով, որ հսկայական բեռը թողնում իր ուսերից, իր ամբողջ կյանքի ընթացքում նա կրել էր թերի լինելու բեռը, մեկը, բեկորային անցյալով, հիշողություններով, որոնք ավելի շատ երազներ էին թվում, քան իրականություն, հիմա, վերջապես, կտորները միացան։ Ես դա կսիրեի, անկեղծ պատասխանեց նա։ Այդ գիշեր, երբ Մարիամը Ռիչարդը հեռացել էին, Մոնտգոմերի եղբայրները մնացին երաժշտական սենյակում, նվագելով, խոսելով, վերակապակցվելով մեղեդիների հիշողությունների միջոցով, ժամանակը դաժան էր նրանց բաժանելիս, բայց հիմա այն նրանց առաջարկում էր հաշտության, նոր սկզբի պարքը։ Եվ առանձնատանը, որն այդքան երկար ժամանակ պատված էր լռությամբ, տխրությամբ, երաժշտությունը նորից արձագանքում էր, կարծես կատարված խոստում, կարծես վերջապես փակված շրջան։ Վերամիավորումից հետո հաջորդող օրերը լարված հուզական էին, Գասը իր ժամանակը բաժանում էր Կոնդի արվեստի թաղամասի իր ստուդիայի կենտրոնի առանձնատան միջ, Էդվարդը վերակազմակերպեց իր մասնագիտական պարտավորությունները, ավելի ներկա լինելու, իր եղբորը ուղեկցելու իր վերագտնումներում, միասին նրանք այցելեցին մանկության վայրերը, հաղթանակի զբոսայգի, որտեղ ամեն ինչ սկսվել էր, դպրոցը, որտեղ Գասը սովորել էր մինչ 6 տարեկանը, հրուշակարանը, որտեղ նրանք կիրակի օրերին պաղպաղակ էին ուտում։ Յուրաքանչյուր վայր նոր հիշողություններ էր արթնացնում, լրացնելով ընդհատված պատմության բացերը, Գասի համար դա կարծես իր մասերը վերագտնել լիներ, որոնք տասնամյակներ շարունակ քնած էին մնացել։ Հիշում ես այն սուրբ ծնունդը, երբ դու պնդում էիր ձմեռ պապի պես հագնվել, ինձ զարմացնելու համար, հարցրեց Գասը, երբ նրանք նորից էին դիտում լուսանկարների ալբոմները առանձնատան գրադարանում։ Էդվարդը ծիծաղեց, զարմացած, դու դա հիշում ես, դու ընդամենը 5 տարեկան էիր։ Ես հիշում եմ, որ հասկացա, որ դու ես, քանի որ ձմեռ պապը կրում էր նույն սպորտային կոշիկները, ինչ դու, բայց ես ձացրի, թե հավատում եմ, որպեսզի քեզ չհիասթափեցնեմ։ Այս փոքրիկ ընդհանուր հիշողությունները թանկ էին նրանց երկուսի համար, կարծես վերջապես միացված հանելուկի կտորներ։ Մինույն ժամանակ Ռիչարդը իր թիմը շարունակում էին հետաքննել Գասի անհետացման հանգամանքները, ով էր այն կինը, ով նրան տարել էր զբոսայգուց, ինչպես էր նա հայտնվել մանկատանը կեղծ փաստաթղթերով, շատ հարցեր մնում էին անպատասխան։ Մի անձրոտ ուրբաթ կեսօրին, վերամիավորումից 1 ամիս անց, Ռիչարդը նորություններով ժամանեց առանձնատուն, Էդվարդը Գասը նրան դիմավորեցին գրադարանում, որտեղ նրանք առավոտն անցկացրել էին հին նոտաներ կազմակերպելով։ Ես տեղեկություն ստացա այն զույգի մասին, ովքեր պահել էին Գասին առանգումից հետո, հայտարարեց Ռիչարդը, թղթապանակը դնելով սեղանին, Չարլզ Մարիաննա Ռեյնոլդսն էր, նրանք ապրում էին Արագածոտնում, մեկուսացված ֆերմայում, նա թոշակի անցած ինժեներ էր, նա, բուժ քույր։ Գասը նստեց, զգալով, որ իր սիրտը արագանում է, տարօրինակ էր լսել մարդկանց մասին մանրամասներ, ովքեր եղել էին իր կյանքի մի մասը, բայց ում մասին նա միայն անորոշ հիշողություններ ուներ։ Ինչպես գտան ինձ, հարցրեց նա։ Ռիչարդը բացեց թղթապանակը, բացահայտելով լուսանկարներ, փաստաթղթեր, մենք մուտք ստացանք հին ոստիկանական գործերին, տեղեկությունները համեմատեցինք այդ ժամանակվա հիվանդանոցային գրառումների հետ։ Ձեր նշած դժբախտ պատահարը տեղի է ունեցել Արագածոտնի Գյումրիի միջ ընկած ճանապարհին 1998 թվականի դեկտեմբերին, ձեր անհետացումից 6 ամիս հետո։ Էդվարդը ուսումնասիրեց լուսանկարները, միջին տարիքի զույգ, ովքեր ժպտում էին տեսախցիկին գյուղական տան դիմաց, շրջված մեքենա ճանապարհի եզրին։ Թերթի կտրոն, որը հաղորդում էր դժբախտ պատահարի մասին։
Նրանք երեխաներ ունեին, հարցրեց Էդվարդը։ Ոչ, պատասխանեց Ռիչարդը, ակներաբար նրանք տարիներ շարունակ փորձել են օրինականորեն որդեգրել, անհաջող, Չարլզը սրտի խնդիր ուներ, որը խանգարում էր նրան անցնել որդեգրման գնահատումները։ Ուրեմն նրանք դիմեցին շուկային, եզրակացրեց Էդվարդը, զգալով զայրույթի կարեկցանքի խառնուրդ։ Ոչ ճիշտ, ուղղեց Ռիչարդը, ինչպես պարզեցինք, նրանք խաբվեցին, նրանք կարծում էին, որ մասնակցում են օրինական միջազգային որդեգրման, հեշտացված վերալյուսի Մաքսվել անունով ենթադրյալ սոցիալական աշխատողի կողմից։ Գասը հոնքերը կիտեց, անհանգստացած, քայլեց դեպի պատուհանը, անձրը ուժեղ թափվում էր դրսում, արտացոլելով նրա ներքին խառնաշփոթը։ Նրանք գիտեին, որ ես առանգվել եմ։ Մենք կարծում ենք, որ ոչ, պատասխանեց Ռիչարդը, երբ դժբախտ պատահարը տեղի ունեցավ, ձեզ տարան հիվանդանոց, Մարիաննան անգիտակից վիճակում էր, Չարլզը չփրկվեց, դուք փաստաթղթեր չունեիք, միայն այն անունը, որով նրանք ձեզ կանչում էին Գաբրիել։ Իշխանությունները ենթադրեցին, որ դուք նրանց որդին եք, երբ Մարիաննան շաբաթներ անց գիտակցության եկավ, համակարգը ձեզ արդեն ուղարկել էր մանկատուն։ Իսկ ինչ պատահեց Մարիաննային, հարցրեց Էդվարդը։ Նա հոսպիտալացված էր ամիսներ շարունակ, երբ նրան դուրս գրեցին, նրան տեղեկացրեցին, որ Գաբրիելը մանկատանն է, նա փորձեց վերադարձնել նրան, բայց առանց մայրությունը հաստատող փաստաթղթերի իր թույլ առողջության պատճառով, նա չկարողացավ։ Նա կենդանի է, Գասի ձայնը թեթակի դողում էր։ Ռիչարդը գլխով արեց, նա ապրում է Գյումրիի ծերանոցում, այսօր նա 78 տարեկան է։ Ծանր լռություն տիրեց գրադարանում, Էդվարդը դիտում էր իր եղբորը, փորձելով պատկերացնել այն զգացմունքների խառնաշփոթը, որը նա պետք է զգար։ Ես ուզում եմ տեսնել նրան, վերջապես ասաց Գասը, ես պետք է հասկանամ, թե ինչ է պատահել, լսեմ նրա պատմությունը։ Էդվարդը վարանեց, համոզված ես, դա կարող է ցավոտ լինել։ Ես եմ, դա ներման կամ վրեժխնդրության մասին չէ, դա հասկանալու, ցիկլը փակելու մասին է։ Էդվարդը գլխով արեց, հարգելով իր եղբոր որոշումը, իսկ ինչ կասեք այս վերայի մասին, այն կնոջ մասին, ով ձեզ առանգեց։ Ռիչարդը փակեց թղթապանակը, նա անհետացել է ավելի քան 20 տարի առաջ, մենք կարծում ենք, որ նա լքել է երկիրը, երբ ոստիկանությունը սկսել է քանդել թրաֆիքինգի ցանցը, մենք հետում ենք նրան, բայց հեշտ չի լինի գտնել նրան։ Շարունակեք փնտրել, հրահանգեց Էդվարդը, ես արդարություն եմ ուզում։ Հաջորդ առավոտյան Էդվարդը, Գասը Մարիամը մեկնեցին Գյումրի, Սուրբ Գրիգոր Լուսավորչի ծերանոցը հին, բայց լավ պահպանված շենք էր, մեծ այգիներով, որտեղ բնակիչները զբոսնում էին խնամակալների հսկողության ներքո, տնօրենը, միջին տարիքի կին, Ռեգինա անունով, նրանց դիմավորեց իր աշխատասենյակում։ Տիկին Մարիաննան մեզ մոտ է 6 տարի, բացատրեց նա, նրանց առաջնորդելով ծերանոցի միջանցքներով, նա զուսպ տիկին է, բայց իր տարիքի համար շատ պարզամիտ, նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում է այգում, նկարելով, կրկնեց Գասը, զարմացած։ Այո, հիմնականում բնապատկերներ, նա ասում է, որ սովորել է իր կորցրած որդուց։ Էդվարդը Գասը իմաստալից հայացք փոխանակեցին։ Նրանք գտան Մարիաննա Ռեյնոլդսին նստած այգու նստարանին, Մոլբերտի դիմաց, նա փխրուն ծեր տիկին էր, սպիտակ մազերը հանգույցով կապված, կապույտ աչքերը դեռ կենսունակ հնաոճ ակնոցների հետում, նա նկարում էր հանգիստ բնապատկեր, լիճ կարապներով, ծառեր հետին պլանում։ Տիկին Մարիաննա, մեղմ կանչեց Ռեգինան, այս պարոնները կցանկանային խոսել ձեզ հետ, դա Գաբրիելի մասին է։ Ձեր կնոջ ձեռքը դողաց, վրձինը գցելով, նա դանդաղ շրջվեց, լայն բացված աչքերը հառած Գասին, Գաբրիել, շշնջաց նա, ձայնը գրեթե անլսելի։ Գասը առաջ քաշվեց, զգալով, որ իր սիրտը թրթռում է, բարդ տիկին Մարիաննա։ Ձեր կինը դողացող ձեռքերը բերեց Գասի դեմքին, դիպչելով նրան, կարծես համոզվելու, որ նա իրական է, Աստված իմ, դա իսկապես դու ես, իմ տղա։ Գասը թույլ տվեց հպմանը, տարօրինակ կապ զգալով այն կնոջ հետ, ով կարճ ժամանակով եղել էր իր փոխարինող մայրը։ Չեք առարկում, եթե խոսենք, մեղմ հարցրեց նա։ Մարիաննան գլխով արեց, դեռ զարմացած, Ռեգինան ավելի շատ աթոռներ բերեց, բոլորը նստեցին, Էդվարդը Մարիամը մի փոքր հեռու մնացին, տեղ տալով երկխոսության համար։ Ես տարիներ շարունակ փնտրել եմ ձեզ, սկսեց Մարիաննան, ձայնը հուզմունքից դողալով, երբ ես արթնացա հիվանդանոցում նրանք ասացին, որ Չարլզը մահացել է, որ ձեզ տարել են մանկատուն, դա կարծես աշխարհը նորից ավարտվեր։ Գիտեիք, ուղիղ հարցրեց Գասը, գիտեիք, որ ես առանգվել էի։ Մարիաննան ցած իջեցրեց աչքերը, մի պահ թվաց, թե նա չի պատասխանի, երբ նա վերջապես խոսեց, նրա ձայնը լի էր մեղքով։
Սկզբում ոչ, Վերան մեզ ասաց, որ դուք մահացած ներգաղթյալի որդին եք, որ ամեն ինչ օրինականացված է, մենք զգալի գումար վճարեցինք որդեգրման գործընթացի համար, բայց հետո դուք սկսեցիք խոսել ձեր իրական ընտանիքի մասին, մեծ տան, դաշնամուրի, ձեր եղբոր մասին, և կտորները սկսեցին միանալ։ Իսկ ինչու՞ չվերադարձրեցիք ինձ, Գասի ձայնը դողում էր ճնշված զայրույթից։ Մենք փորձեցինք, պատասխանեց Մարիաննան, արցունքները հոսում էին նրա կնճռոտ դեմքով, Չարլզը կապվեց Վերայի հետ, պահանջելով, որ նա ասի ճշմարտությունը, որ նա օգնի մեզ գտնել ձեր իրական ընտանիքը, բայց նա անհետացավ, մենք չգիտեինք ձեր իրական անունը, կամ որտեղ էիք ապրում, և հետո… Չարլզը վախեցավ առանգման մեջ մեղադրվելուց, բանտ գնալուց, մենք որոշեցինք, որ Սուրբ Ծնունդից հետո կգնանք ոստիկանություն, ամեն ինչ կպատմենք, բայց մինչ մենք դա կանեինք, դժբախտ պատահար եղավ։ Էդվարդը, ով մինչ այդ միայն լսում էր, միջամտեց. «Ունեք որևէ գաղափար, թե ինչպես գտնել այս Վերային»։ Մարիաննան գլխով արեց. «Ես երբեք նրան նորից չտեսա, բայց ես պահել եմ մի բան, որը կարող է օգնել»։ Դողացող ձեռքերով նա իր դրամապանակից հանեց հին լուսանկար, դրանում Վերան կեցվածք էր ընդունել զույգի 6-ամյա Գասի կողքին, բոլորը ժպտում էին արագածոտնի ֆերմայի դիմաց։ Նա մեր սոցիալական աշխատողն էր, բացատրեց Մարիաննան, միակ լուսանկարը, որն ունեմ նրանից։ Էդվարդը ուշադիր ուսումնասիրեց պատկերը, լուսանկարում գտնվող կինը երիտասարդ էր, միգուցե 30 տարեկան այդ ժամանակ, մուգ մազերով, նշած աչքերով, ժպիտով, որն այժմ հետադարձ հայացքով չարագուշակ էր թվում։ «Կարող եմ սա պահել», հարցրեց նա, «դա կարող է օգտակար լինել հետաքննություններում»։ Մարիաննան գլխով արեց. «Իհարկե, ես այսքան երկար եմ սպասել այս պահին։ Ես աղոթում էի, որ հնարավորություն ունենամ ներողություն խնդրելու, նախքան այս աշխարհից հեռանալս»։ Գասը դիտում էր փխրուն ծեր կնոջը, այն մարդու ստվերը, ում նա կարճ ժամանակով ճանաչել էր մանկության տարիներին, այն զայրույթը, որը նա ի սկզբանե զգացել էր, տեղը զիջեց տարօրինակ կարեկցանքի։ «Չարլզն ու դուք բարի էիք ինձ հետ», ընդունեց նա, «ես դա հիշում եմ»։ Մարիաննան տխուր ժպտաց. «Դուք հատուկ երեխա էիք, այդքան տաղանդավոր, այդքան զգայուն, Չարլզը ձեզ սովորեցրեց նկարել, դուք ժամեր էիք անցկացնում բակում, կտավներով, վրձիններով, դա մեր կյանքի ամենաերջանիկ ժամանակն էր, չնայած հանգամանքներին»։ Գասը գլխով արեց, հիշելով այդ շրջանի բեկորներ, կեսօրներ բակում նկարելիս, յուղաներկի հոտը, տարեց տղամարդու համբերատար ձեռքերը, որոնք ուղղորդում էին իր սեփականը։ «Հենց Չարլզն էր, ով ինձ ծանոթացրեց արվեստին», ընդունեց նա, «ես նկարիչ դարձա նրա շնորհիվ»։ Ուրախության արցունքները փայլում էին Մարիաննայի աչքերում, նա այնքան հպարտ կլիներ, տեսնելով, թե ինչպիսի մարդ եք դարձել։ Նախքան հրաժեշտ տալը, Գասը վերջին հարցը տվեց. «Ինչու՞ էիք այսօր կարապներ նկարում»։ Մարիաննան ժպտաց. «Դուք միշտ խոսում էիք դրանց մասին, դուք ասում էիք, որ ձեր վերջին երջանիկ զբոսանքը եղել է լճի վրա կարապներ տեսնելը, ես սկսեցի դրանք նկարել ձեզ կորցնելուց հետո, որպես կենդանի պահելու այն տղայի հիշողությունը, ով այդքան քիչ ժամանակով մեր որդին էր»։ Երան վերադառնալու ճանապարհին Գասը լուռ մնաց, մշակելով այն ամենը, ինչ հայտնաբերել էր, Էդվարդը հարգեց այս ինքնաքննության պահը, մխիթարող ձեռքը պահելով իր եղբոր ուսին։ «Ինչպե՞ս ես զգում քեզ», վերջապես հարցրեց նա, երբ նրանք արդեն կարող էին տեսնել մայրաքաղաքի առաջին երկնաքերերը։ Գասը խորը հառաչեց. «Կարծես հենց նոր ավարտեցի մի հանելուկ, որը ամբողջ կյանքս փորձում էի հավաքել, կան ցավոտ կտորներ, գեղեցիկ կտորներ, որոնք երբեք չէի պատկերացնում, որ գոյություն ունեն, բայց հիմա, համենայն դեպս, ես կարող եմ տեսնել ամբողջական պատկերը»։ Էդվարդը ժպտաց, հասկանալով. «Եվ ինչ ես տեսնում այդ պատկերում»։ «Ես տեսնում եմ, որ չնայած ամեն ինչին, ես բախտավոր էի, ես կարող էի շատ ավելի վատ ճակատագիր ունենալ, ինձ դաստիարակել են մարդիկ, ովքեր, նույնիսկ սարսափելի սխալների մեջ, սիրում էին ինձ, ես ունեի Կասպյանին, ով ինձ այդքան բան սովորեցրեց։ Ես ունեի Մարիամին, ով իմ պատմությունը պահեց ապահով, և հիմա, ես քեզ նորից ունեմ»։ Այդ գիշեր, առանձնատուն վերադառնալուն պես, նրանք գտան Ռիչարդին, նորություններով սպասող, Մարիաննայի տրամադրած լուսանկարն օգտագործելով, նա կարողացել էր նույնականացնել Վերա Լյուսի Մաքսվելին, նրա իրական անունը Բեատրիս Ուելս էր, նա լքել էր ԱՄՆ 2001 թվականին, նոր անունով հաստատվելով Փարիզում։ «Նա կենդանի՞ է», հարցրեց Էդվարդը։ «Այո», հաստատեց Ռիչարդը, «նա ապրում է Փարիզում, նա բացել է միջազգային որդեգրման գործակալություն, ակներաբար այս անգամ օրինական»։ Էդվարդը զգաց, որ իր արյունը եռում է, «Ես կդատեմ նրան, ես կհամոզվեմ, որ նա կվճարի այն ամենի համար, ինչ արել է»։
Գասը, ով գրադարանի պատուհանից դիտում էր մայրամուտը, շրջվեց դեպի իր եղբայրը. «Ինչու Էդվարդ, ինչ կփոխեր դա»։ «Դա արդարության հարց է, Գաս, նա ոչնչացրել է մեր ընտանիքը»։ Գասը քայլեց դեպի իր եղբայրը, ձեռքերը դնելով նրա ուսերին. «Մեր ընտանիքը հիմա վերակառուցվում է, դատական հայցեր, դատարաններ, այն ամբողջ լրատվամիջոցների լուսաբանումը, որ դա կբերեր, դա միայն կբացեր վերքերը, դա այն չէ, ինչ ես ուզում եմ»։ Էդվարդը հառաչեց, հիասթափված. «Ուրեմն ինչ ես ուզում»։ Գասը մեղմ ժպտաց. «Ես ուզում եմ առաջ շարժվել, ես ուզում եմ մեր պատմությունն օգտագործել դրական բանի համար, այդքան շատ երեխաներ են անհետանում ամեն օր, ոմանք երբեք չեն գտնվում, միգուցե մենք կարող ենք օգնել նրանց երեխաներին, ընտանիքներին»։ Էդվարդը հիացմունքով նայեց իր եղբորը, չնայած այն ամենին, ինչ նա ապրել էր, Գասը դարձել էր կարեկից մարդ, ցավը նպատակի վերածելու ունակ։ «Մի հիմնադրամ», առաջարկեց Էդվարդը, սկսելով հասկանալ իր եղբոր տեսլականը, «մենք կարող էինք ստեղծել հիմնադրամ, նվիրված անհետացած երեխաներին գտնելուն, նրանց ընտանիքներին աջակցելուն»։ Գասի աչքերը լուսավորվեցին, ճիշտ է, Մոնտգոմերիի անհետացած երեխաների հիմնադրամը։ Այդ պահին ամենախոր ցավից ծնված մի գաղափար սկսեց վերածվել հույսի նախագծի, և Մոնտգոմերի եղբայրները, վերջապես վերամիավորված 25 տարվա բաժանումից հետո, նոր նպատակ հայտնաբերեցին իրենց պատմության համար։ Հաջորդ օրը, երբ նրանք աշխատում էին հիմնադրամի նախագծի առաջին նախագծերի վրա, հեռախոսը զանգեց, դա Գյումրիի ծերանոցից էր։ Մարիաննա Ռեյնոլդսը խաղաղությամբ մահացել էր քնած ժամանակ գիշերվա ընթացքում, նախքան թոշակի անցնելը։ Նա ավարտել էր իր վերջին նկարը, լիճ կարապներով, բայց հիմա, նա ներառել էր երկու կերպար ափին, ձեռք ձեռքի բռնած երկու տղա։ Գասը լուրը ստացավ ցավով, բայց նա տարօրինակ ավարտի զգացումով, դա կարծես Մարիաննան, նրան նորից գտնելուց, նրա ներողությունը ստանալուց հետո, կատարեր իր վերջին առաքելությունն այս աշխարհում։ «Գնում ենք հուղարկավորությանը», հարցրեց Էդվարդը։ Գասը գլխով արեց. «Այո, մենք պարտական ենք նրան, և ես նկարը կտանեմ ստուդիա, դա կլինի նոր հավաքածուի առաջին գործը, ճանապարհներ դեպի տուն»։ Հաջորդող ամիսները Մոնտգոմերի եղբայրների համար ինտենսիվ գործունեության շրջան էին, հիմնադրամի գաղափարը արագորեն ձևավորվեց, առաջ մղված Էդվարդի վճռականությամբ, Գասի գեղարվեստական զգայունությամբ։ Միասին նրանք առանձնատան երրորդ հարկը վերածեցին նախագծի համար նախատեսված տարածքի, հանդիպումների սենյակներ, ընտանեկան աջակցության կենտրոն, տեխնոլոգիական տարածք, որոնումները համակարգելու համար։ Մարիամը, ում յուրահատուկ տեսակետը, որպես մանկատան նախկին բնակչի, անգնահատելի էր, հրավիրվեց ստանձնելու սոցիալական ապահովության հաստատությունների հետ կապերի համակարգողի դերը, Ռիչարդը, իր հետաքննական փորձով, դարձավ որոնողական գործողությունների տնօրեն, ձևավորվեց բազմաֆունկցիոնալ թիմ, ներառյալ հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, թվային անվտանգության մասնագետներ։ Մի արոտ գարնանային առավոտյան Էդվարդը գտավ Գասին առանձնատան սենյակներից մեկում հարմարեցված ստուդիայում, նրա եղբայրը աշխատում էր մեծ կտավի վրա, կենտրոնացած, ճշգրիտ վրձնահարվածներով, կյանքի կոչելով հզոր պատկեր, երկու միահյուսված մանկական ձեռքեր, որոնք դուրս էին գալիս ստվերների ֆոնից դեպի լույսը։ «Անհավանական է», մեկնաբանեց Էդվարդը, հիանալով աշխատանքով։ Գասը ժպտաց, բավարարված, դա կլինի հիմնադրամի խորհրդանիշը, ինչ եք կարծում։ Կատարյալ, այն ներկայացնում է հենց այն, ինչ մենք ուզում ենք փոխանցել, հույս, կապ, ճանապարհ խավարից դեպի լույս։ Գասը մի կողմ դրեց իր վրձինը, դիտեց գրեթե ավարտված աշխատանքը։ Ես մտածում էի, միգուցե մենք պետք է հետաձգենք հիմնադրամի բացումը։ Էդվարդը հոնքերը կիտեց, զարմացած, ինչու ամեն ինչ գրեթե պատրաստ է, մամուլի գրասենյակն արդեն սկսել է հրապարակումները, կոկտեյլ երեկույթը նախատեսված է հաջորդ ամսվա համար։ Գիտեմ, բայց… Գասը վարանեց, նախքան այն պաշտոնական դարձնելը, ես ուզում եմ կարևոր բան անել, ինչ-որ անձնական բան։ Ինչ։ Մի ցուցահանդես, իմ առաջին խոշոր անհատական ցուցահանդեսը։ Էդվարդը ժպտաց, անմիջապես հասկանալով, իհարկե, ճանապարհներ դեպի տուն։ Գասը գլխով արեց, ճիշտ է, ես ուզում եմ մեր պատմությունը պատմել արվեստի միջոցով, ոչ միայն որպես անձնական կատարսիս, այլ որպես միջոց, տեսանելիություն հաղորդելու գործին, նույնիսկ հիմնադրամի պաշտոնական մեկնարկից առաջ։ Դա հրաշալի գաղափար է, Գաս, մենք կարող ենք օգտագործել Մոնտգոմերի ձեռնարկությունների գլխավոր սրահը ցուցահանդեսի համար, բավականաչափ տարածք կա, կենտրոնի գտնվելու վայրը կատարյալ է։ Ոչ, պատասխանեց Գասը, զարմացնելով իր եղբորը, ես գնահատում եմ առաջարկը, բայց ես ուզում եմ դա անել իմ սեփական տարածքում։ Էդվարդն անմիջապես հասկացավ, չնայած հաշտությանը, Գասը դեռ պայքարում էր հավասարակշռել իր երկու ինքնությունները, Գաս Մոնտգոմերի տղային Ռաֆայել Ալմեյդա մարդուն, ով իրեն ոչնչից էր կառուցել։ Ձեր ստուդիան Կոնդի արվեստի թաղամասում։
Այն փոքր է, գիտեմ, բայց ինձ համար կարևոր է, որ մարդիկ տեսնեն, թե որտեղ ինչպես եմ ապրել այս բոլոր տարիներին, որ նրանք հասկանան, որ սա ոչ միայն կորստի պատմություն է, այլ նա գոյատման, վերակառուցման։ Էդվարդը գլխով արեց, հարգելով իր եղբոր որոշումը, երբեք ուզում դա անել։ 2 շաբաթից ես արդեն սկսել եմ նախապատրաստել աշխատանքները, ես ունեմ 15 կտավ գրեթե պատրաստ, յուրաքանչյուրը ներկայացնում է իմ ճանապարհի մի փուլ։ Օգնության կարիք ունեք կազմակերպման, հրապարակայնության հարցում։ Գասը ժպտաց, շնորհակալ լինելով առաջարկից, բայց հաստատակամ իր անկախության մեջ, ես մի քանի կապեր ունեմ արվեստի աշխարհում, ես ուզում եմ, որ դա լինի մտերմիկ, անկեղծ, մի ցուցահանդես, որը արտացոլում է այն, ինչ ես եմ, ոչ թե այն, ինչ ուրիշներն են ակնկալում ինձանից։ Էդվարդը հասկացավ, մերձեցման ամիսների ընթացքում նա հասկացել էր, որ չնայած նրանց միջ վերականգնված սիրուն, Գասը պայքարում էր չկուլ գնալ Մոնտգոմերիի աշխարհին, դա նուրբ հավասարակշռություն էր, վերականգնել իր կորցրած ինքնությունը, չկորցնելով այն, ինչ նա կառուցել էր ինքնուրույն։ Հաջորդ 2 շաբաթվա ընթացքում Գասը գրեթե տեղափոխվեց իր ստուդիա Կոնդի արվեստի թաղամասում, մարմնով հոգով ընկղմվելով ցուցահանդեսի աշխատանքների ավարտին, Էդվարդը հարգեց այդ տարածքը, երբեմն այցելելով նրան, միշտ սպասելով իր եղբոր բացահայտ հրավերին։ Այդ այցելություններից մեկի ժամանակ Էդվարդը ծանոթացավ այն ընկերների հետ, որոնց Գասը ձեռք էր բերել տարիների ընթացքում, այլ նկարիչներ, երաժիշտներ, գրողներ, բազմազան կենսունակ համայնք, որը դիմավորել աջակցել էր նրան, երբ նա ոչ ոք չուներ, տեսնելով, թե ինչպես է նա շփվում այս մարդկանց հետ, ակնհայտորեն սիրված հարգված լինելով նրանց կողմից, Էդվարդը լցվեց ուրախության կորցրած ժամանակի համար մելանխոլիայի խառնուրդով։ Ցուցահանդեսի բացման երեկոյան Կոնդի արվեստի թաղամասի փոքրիկ ստուդիան վերափոխվել էր, սպիտակ պատերին ցուցադրված էին 15 կտավները, որոնք Գասը ստեղծել էր հատուկ առիթի համար, լուսավորված զուսպ լուսարձակներով, տարածքով շրջում էր բազմազան ամբոխ, տեղացի նկարիչներ, արվեստաբաններ, լրագրողներ, 2 եղբայրների մտերիմ ընկերներ։ Էդվարդը շուտ ժամանեց, ուղեկցությամբ Մարիամի, Ռիչարդի տիկին Սելեստի, ովքեր պնդել էին ներկա լինել այս կարևոր պահին, ստուդիայի կենտրոնում տեղադրվել էր հին ուղղահայաց դաշնամուր, Էդվարդի անակնկալ նվերը իր եղբորը։ Գասը ողջունեց հյուրերին նյարդայնության հպարտության խառնուրդով, նա կրում էր պարզ մուգ կապույտ վերնաշապիկ, ջինսեր սպորտային կոշիկներ, մի տեսք, որը հակադրվում էր ներկաներից շատերի, այդ թվում Էդվարդի, էլեգանտ կոստյումներին։ Դա մեկ խորհրդանիշ էր այն կյանքի, որը նա ընտրել էր, այն ինքնության, որը նա կերտել էր հեռու Մոնտգոմերիի շքեղությունից։ Տիկնայք պարոնայք, սկսեց Գասը, երբ տարածքն ամբողջությամբ լցված էր, ես շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այս շատ հատուկ երեկոյին ներկա լինելու համար, ճանապարհներ դեպի տուն ոչ միայն արվեստի ցուցահանդես է, այլ անձնական ճանապարհորդության տեսողական պատմություն, որը, անհավանականորեն, երջանիկ ավարտ ունեցավ։ Հետաքրքրասեր հայացքները շրջվեցին դեպի նա, շատերը դեռ անծանոթ լիարժեք պատմությանը։ 6 տարեկանում ես բաժանվեցի իմ ընտանիքից տրավմատիկ հանգամանքներում, ես մեծացա այլ անունով, այլ ինքնությամբ, կառուցեցի ամբողջ կյանք չիմանալով, թե ով եմ ես կամ որտեղից եմ, մի քանի ամիս առաջ ճակատագիրը արտակարգ կնոջ Մարիամի տեսքով, ինձ նորից կապեց իմ եղբոր, Էդվարդի իմ անցյալի հետ։ Զարմանքի հուզմունքի շշուկներ անցան հանդիսատեսի միջով, Էդվարդը, կանգնած Մարիամի կողքին, զգաց, որ իր աչքերը լցվում են։ Այս ցուցահանդեսը բոլոր այն ճանապարհների տոնակատարությունն է, որոնք ես անցա տուն վերադառնալու համար, շարունակեց Գասը, դա նա ավելի մեծ բանի նախերգանքն է, որը մենք կառուցում ենք, Մոնտգոմերիի անհետացած երեխաների հիմնադրամը, որը պաշտոնապես կբացվի հաջորդ ամիս։ Խանդավառ ծափահարություններ ընդհատեցին նրա ելույթը, երբ լռությունը վերադարձավ, Գասը լայն ժեստ արեց, մատնանշելով ցուցադրված կտավները։ Այստեղի յուրաքանչյուր աշխատանք ներկայացնում է այս ճանապարհորդության մի փուլ, առաջինը, բեկորները, պատկերում է իմ վաղ մանկության մշուշոտ հիշողությունները։ Աչքերը շրջվեցին դեպի նշված կտավը, աբստրակտ կոմպոզիցիա, որտեղ մուգ ֆոնից դուրս էին գալիս վառ գույների բծեր, կարծես հիշողություններ, որոնք պայքարում էին մակերես դուրս գալու համար։ Մանկատունը պատկերում է մեկուսացման, անհասկանալիության տարիները, մենթորները հարգանքի Տուրք Կասպյանին, այն մարդուն, ով ինձ ընդունեց փողոցներից սովորեցրեց այն արհեստը, որը դարձավ իմ կյանքը, փոքրիկ նավակը ներկայացնում է այն հույսը, որը երբեք չմահացավ։ Էդվարդը դիտում էր ներկաների դեմքերը, տեսնելով, թե ինչպես էին նրանք հուզվում պատմությունից այն արվեստից, որը փոխանցում էր այն, արվեստաբանները նշումներ էին անում, լուսանկարիչները արձանագրում էին յուրաքանչյուր կտավ, լրագրողները զուսպորեն ձայնագրում էին ելույթը։
Այս ցուցահանդեսի կենտրոնական մասը վերամիավորումն է, շարունակեց Գասը, մատնանշելով ամենամեծ կտավը, որը տեղադրված էր գլխավոր պատին, դա տպավորիչ աշխատանք էր, երկու տղամարդու դեմքեր, մեկը երիտասարդ, մեկը հասուն, որոնք դուրս էին գալիս տարբեր ֆոններից, հանդիպելու կտավի կենտրոնում, նրանց ուրվագծերը միաձուլվում էին, նրանց գույները ներդաշնակվում։ Եվ հիմա, ասաց Գասը, քայլելով դեպի դաշնամուրը, ես կցանկանայի լրացնել պատկերները երաժշտությամբ, սա մի կոմպոզիցիա է, որը ես ստեղծել եմ իմ ընտանիքից բաժանված ժամանակ, այն կոչվում էր մեկի համար, ում չեմ հիշում, բայց հիմա, վերջապես, ես գիտեմ, թե ում համար է այն գրվել։ Նա նստեց դաշնամուրի մոտ, սկսեց նվագել, մեղեդին միաժամանակ նոստալգիկ էր, հույսով լի, խոր նոտաները կորուստ մենություն էին արթնացնում, աստիճանաբար բարձրանալով դեպի լուսավոր հաշտարար զարգացում, կտորի գագաթնակետին, բոլորի զարմանքին։ Էդվարդը քայլեց դեպի դաշնամուրը, միացավ իր եղբորը, լրացնելով մեղեդին կատարելապես համաժամանակեցված հարմոնիկ գծով, կարծես տարիներ շարունակ փորձել էին։ Ստուդիայում չկար ոչ մի չոր աչք, երբ երաժշտությունը դադարեց, եղբայրները մնացին նստած կողք կողքի դաշնամուրի նստարանին, նրանց ձեռքերը դեռ ստեղների վրա, մի կապի պահ այնքան մտերմիկ, որ գրեթե ամաչեցրեց ներկաներին դա տեսնելու համար։ Ավելի ուշ, երբ հյուրերը շրջում էին, դիտելով աշխատանքները, Էդվարդը նկատեց միջին տարիքի տղամարդու, ով ուշադիր դիտում էր բեկորներ կտավը, կար ինչ-որ ծանոթ բան նրա պրոֆիլի մեջ, նրա կեցվածքի մեջ, նրա գլուխը թեթակի թեքելուձի մեջ, երբ նա ուսումնասիրում էր նկարը։ Պրոֆեսոր Գրիգորյան, կանչեց Էդվարդը, վարանելով։ Տղամարդը շրջվեց, զարմացած, Էդվարդ Մոնտգոմերի, Աստված իմ, այնքան ժամանակ է անցել։ Ռոնալդ Գրիգորյանը եղել էր երկու եղբայրների դաշնամուրի ուսուցիչը մանկության տարիներին, տաղանդավոր երաժիշտ, ով թողել էր հեռանկարային կարիերան որպես համերգային դաշնակահար, իրեն նվիրելու դասավանդմանը։ Ճանաչեցիք Գասին, հարցրեց Էդվարդը, մատնանշելով իր եղբորը, ով խոսում էր մի քանի քննադատների հետ սենյակի մյուս կողմում։ Ռոնալդը գլխով արեց, հիանալով, երբ թերթերում կարդացի պատմությունը, հազիվ էի հավատում, Գասն իմ ամենահեռանկարային ուսանողն էր, նա բնական շնորհ ուներ, որը տեսնում ես կյանքում մեկ անգամ, նրա իմպրովիզացիայի ունակությունը արտակարգ էր։ Եվ նա երբեք դա չկորցրեց, հպարտությամբ մեկնաբանեց Էդվարդը, նույնիսկ առանց պաշտոնական դասերի, նա շարունակեց զարգացնել իր տաղանդը։ Ես դա տեսնում եմ, այն կտորը, որը նա նվագեց, հարմոնիկ կառուցվածքը, մոդուլյացիաները կամ մի բարդություն, որը դու մենակ չես սովորում, դա բնածին է։ Էդվարդը ցավ զգաց կրծքավանդակում, մտածելով այն բոլոր հնարավորությունների մասին, որոնք կորցրել էր իր եղբայրը, այն մասին, թե ինչպես կարող էր նրա կյանքը տարբեր լինել։ Մի տանջիր ինքդ քեզ, ինչ կլիներ, եթե ներով, ասաց Ռոնալդը, կարծես կարդալով նրա մտքերը, կարևորն այն է, որ նա գտավ իր ճանապարհը նույնիսկ ամենադժվար հանգամանքներում, դա շատ բան է ասում նրա մասին, թե ով է նա։ Ստուդիայի մյուս կողմում Գասը խոսում էր The Yerevan Times-ի լրագրողի հետ, ով խանդավառ նշումներ էր անում։ Ձեր պատմությունը արտակարգ է, մեկնաբանեց նա, գիրքի, ֆիլմի արժանի։ Գասը ժպտաց, համեստ, շատ պատմություններ կան իմ նման, տարբերությունն այն է, որ իմը երջանիկ ավարտ ունեցավ, հազարավոր երեխաներ են անհետանում ամեն տարի Հայաստանում, շատերը երբեք չեն գտնվում։ Եվ դրա համար եք ստեղծում հիմնադրամը։ Ճիշտ է, մենք ուզում ենք օգտագործել մեր փորձը, մեր ռեսուրսները, մեր տեսանելիությունը, օգնելու այլ ընտանիքներին ունենալ նույն արդյունքը, ինչ մենք ունեցանք։ Լրագրողս մի քանի հարց տվեց հիմնադրամի, ապագա պլանների, այն մասին, թե ինչպես էր արվեստը իր փրկությունը բաժանման տարիներին, Գասը անկեղծորեն պատասխանեց, բայց առանց դրամայի, գիտակցելով, որ իր անձնական պատմությունն այժմ դառնում էր ավելի մեծ գործի միջոց։ Երբ գիշերը խորացավ, ցուցահանդեսը անվերապահ հաջողություն ունեցավ, մի քանի աշխատանքներ գնման առաջարկներ ստացան, որոնք Գասը քաղաքավարիորեն մերժեց, բացատրելով, որ ամբողջ հավաքածուն կնվիրաբերվի Մոնտգոմերիի հիմնադրամի մշտական տարածքին։ Կեսգիշերին մոտ, երբ հանդիսատեսը սկսեց ցրվել, Էդվարդը գտավ իր եղբորը նստած դաշնամուրի մոտ, մեղմորեն նվագելով իմպրովիզացված մեղեդի։ Դա հաղթանակ էր, մեկնաբանեց նա, նստելով նրա կողքին նստարանին։ Գասը ժպտաց, հյուծված, բայց երջանիկ, այո, այդպես էր, բայց գիտեք, թե ինչն է ամենակարևորը, առաջին անգամ իմ հասուն կյանքում ես զգում եմ, որ իմ երկու մասերը, Գաս Մոնտգոմերին, Ռաֆայել Ալմեիդան, այլս կոնֆլիկտի մեջ չեն։ Ես կարող եմ լինել երկուսն էլ, ես կարող եմ հարգել իմ անցյալը, չժխտելով այն ճանապարհը, որն անցա։ Էդվարդը գլխով արեց, խորապես հասկանալով, իսկ ապագան, կպահես ստուդիան այստեղ։ Այո, այս վայրը կարող է ինձ համար, ես կշարունակեմ գալ այստեղ, նկարելու, իմ ընկերների հետ լինելու, բայց ես նա ուզում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել առանց Նատանը, նորից կապվել մեր արմատների հետ, նոր հիշողություններ կառուցել։
Կատարյալ հավասարակշռություն է թվում։ Գասը մի քանի մեղմ նոտաներ նվագեց դաշնամուրի վրա, մտածկոտ, գիտեք, այն երաժշտությունը, որը մենք միասին նվագեցինք այսօր։ Ես սկսեցի այն ստեղծել մոտ 15 տարեկանում, ես այն անվանեցի մեկի համար, ում չեմ հիշում, քանի որ զգում էի, որ մի մասը բացակայում էր, որ կար մեկը, ում համար այն նախատեսված էր, բայց ես չէի կարողանում հիշել, թե ով էր դա։ Եվ այսօր ես լրացրի այդ մասը, հուզված ասաց Էդվարդը։ Այո, այսօր, վերջապես, երաժշտությունն ամբողջական է։ Եղբայրները մնացին այնտեղ կողք կողքի մեղմորեն նվագելով, երբ վերջին հյուրերը հեռացան, քաղաքի լույսերը փայլում էին դրսում, երկու կյանք, որոնք բաժանվել էին դաժան ճակատագրով, բայց ովքեր, ընդդեմ բոլոր դժվարությունների, գտել էին իրենց ճանապարհը դեպի միմյանց։ Հաջորդ օրը երկրի գլխավոր թերթերն ու արվեստի կայքերը լուսաբանեցին ցուցահանդեսը, կորստի վերամիավորման ճանապարհորդություն, վարպետությամբ պատկերված, գրել էր The Irvine Times-ի քննադատը, Ռաֆայել Ալմեիդան, այժմ վերագտնված որպես Գաս Մոնտգոմերի, ապացուցում է, որ արվեստը կարող է լինել այն թելը, որը մեզ կապված է պահում մեր էությանը, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում, կարծիք հայտնեց Art Forum Magazine-ը։ Ավելի կարևոր, քան գրախոսությունները, սակայն, ցուցահանդեսի մարդկային ազդեցությունն էր, հաջորդ շաբաթներին անհետացած երեխաների տասնյակ ընտանիքներ դիմեցին, ոգեշնչված Մոնտգոմերի եղբայրների պատմությունից, հիմնադրամը դեռ պաշտոնապես չբացված, արդեն սկսում էր կատարել իր նպատակը։ Մի հանգիստ կեսօրին, երբ նրանք վերանայում էին հիմնադրամի բացման արարողության վերջին մանրամասները, Էդվարդը գտավ Գասին երաժշտական սենյակում, դիտելով դաշնամուրի մոտ գտնվող երկու տղաների դիմանկարը, այն պատկերը, որը Մարիամը ճանաչել էր ամիսներ առաջ, սկիզբ դնելով այս ամբողջ ճանապարհորդությանը։ Ով կմտածեր, որ մենք այստեղ կհասնենք, մեկնաբանեց Էդվարդը, ձեռքը դնելով իր եղբոր ուսին։ Գասը ժպտաց, աչքերը հառած լուսանկարին, տարօրինակ է, թե ինչպես է ճակատագիրն աշխատում, այնպես չէ, 25 տարի շարունակ մենք ապրում էինք բաժանված ընդամենը մի քանի մղոնով, մենք հաճախում էինք նույն վայրերը, շնչում նույն օդը, երբեք չհանդիպեցինք։ Մինչ հանդիպեցինք, դա է կարևորը։ Գասը գլխով արեց, շրջվելով դեպի իր եղբայրը, գիտեք, թե ինչն է ինձ ամենաշատը հուզում, հասկանալը, որ նույնիսկ բաժանված, նույնիսկ առանց միմյանց լիովին հիշելու, մենք մնացինք կապված, ես երաժշտության արվեստի միջոցով, դու, անխոնջ որոնումների միջոցով։ Որոշ կապեր պարզապես անկործանելի են, ժպիտով պատասխանեց Էդվարդը։ Այդ գիշեր Մոնտգոմերի եղբայրները նստեցին կողք կողքի դաշնամուրի մոտ, ինչպես մանկության տարիներին, միասին ստեղծելով նոր մեղեդի, մի մեղեդի, որը խոսում էր ոչ միայն կորստի վերամիավորման, այլ նա նորացման նպատակի, անցյալի հիմքերի վրա կառուցված ապագայի մասին, բայց ոչ դրանով սահմանափակված։ Երաժշտությունը արձագանքում էր առանձնատանը, լցնելով յուրաքանչյուր սենյակ իր բուժման հույսի խոստումով, դա նոր սկզբի ձայնն էր, վերագրված պատմության մի ճանապարհի, որը բազմաթիվ շրջանցումներից հետո վերջապես տուն էր բերել։ Մոնտգոմերի ձեռնարկությունների միջոցառումների սրահը պայծառորեն շողում էր այդ գիշեր, ծաղկային կոմպոզիցիաներ կապույտի սպիտակի երանգներով, հիմնադրամի համար ընտրված գույները զարդարում էին էլեգանտ միջավայրը, մի ծայրում բեմ էր տեղադրվել։ Սրոյալը զուսպորեն տեղադրված էր ամբիոնի կողքին, բեմի կենտրոնում մեծ ծածկված էկրան էր սպասում իր բացահայտմանը։ Հյուրերը շարունակական հոսքով էին ժամանում, ձեռնարկատերեր, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, հգներկայացուցիչներ, լրագրողներ, բոլորը հուզված էին Մոնտգոմերի եղբայրների արտակարգ պատմությունից, որը վերջին շաբաթներին ազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել, ճանապարհներ դեպի տուն ցուցահանդեսը կատալիզատոր էր եղել, անձնական կորստի վերամիավորման պատմությունը վերածելով անհետացած երեխաների մասին իրազեկման շարժման։ Կուլիսներում Էդվարդը շտկեց իր փողկապը, փորձելով կառավարել իր նյարդայնությունը, նրա կողքին Գասը տարօրինակորեն հանգիստ էր թվում, հագնված մուգ կապույտ կոստյումով, որը նրա ավագ եղբայրը պնդել էր ընդունել որպես նվեր։ Պատրաստ ես, հարցրեց Էդվարդը ստուգելով իր ժամացույցը, արարողության սկսվելուն մնացել էր ընդամենը 15 րոպե։ Գասը ժպտաց, մենք ծնվել ենք պատրաստ այս պահի համար, պարզապես չգիտեինք դա։ Մարիամը մոտեցավ, էլեգանտ զմրուխտ կանաչ զգեստով, վերջին ամիսներին նրա դիրքը Մոնտգոմերի եղբայրների կյանքում ամրապնդվել էր, մաքրուհուց մինչ վերամիավորման առանցքային դերակատար, իսկ հիմա հիմնադրամի հաստատությունների հետ կապերի տնօրեն։ Նրա ուղին վկայություն էր այն մասին, թե ինչպես կարող էր ճակատագիրը անսպասելիորեն միահյուսել կյանքերը։ Ամեն ինչ պատրաստ է, տեղեկացրեց նա նրանց, մամուլը տեղակայված է, հյուրերին դիմավորում են, ձայնատեսողական ներկայացումը 3 անգամ փորձարկվել է։ Իսկ ընտանիքի ներկայացուցիչները, հարցրեց Գասը, նկատի ունենալով անհետացած երեխաների 5 ընտանիքներին, ովքեր հատուկ հրավիրվել էին արարողությանը։
Նրանք նստած են առաջին շարքում, ըստ պահանջի։ Էդվարդը խորը շունչ քաշեց, ուրեմն կարծում եմ ժամանակն է։ Երեքը քայլեցին դեպի սրահի մուտքը, որտեղ Ռիչարդը սպասում էր, անբասիր իսկ կոստյումով, համակարգելով անվտանգության թիմը, եղբայրների վերամիավորումից ի վեր, նախկին ոստիկանը դարձել էր ոչ միայն հավատարիմ աշխատակից, այլ իսկական ընկեր, ներդնելով իր ամբողջ մասնագիտական փորձը հիմնադրամի գործառնական հատվածը կառուցելու համար։ Ամեն ինչ վերահսկողության տակ է, Ռիչարդ, հարցրեց Էդվարդը։ Բացարձակապես, պարոն, մենք կարող ենք սկսել, երբ ցանկանաք։ Չորսը իմաստալից հայացքներ փոխանակեցին, այն, ինչ սկսվել էր որպես անձնական որոնում, վերածվել էր կոլեկտիվ նախագծի, միավորելով տարբեր ծագում ունեցող մարդկանց ընդհանուր նպատակի շուրջ։ Գնացինք, ասաց Էդվարդը, ազդանշան տալով, որ սրահի դռները լիովին բացվեն։ Մտնելուն պես նրանց դիմավորեցին ջերմ ծափահարություններով, ծանոթ-անծանոթ դեմքեր ժպտում էին, ոմանք արցունքոտ աչքերով, հուզված այն պատմությունից, որն այնտեղ էր հանգուցալուծվում, Էդվարդը խումբը առաջնորդեց դեպի բեմ, ճանապարհին ողջունելով մարդկանց, մինչդեռ Գասը ամեն ինչ դիտում էր հուզմունքի անհանգստության խառնուրդով։ Դա առաջին անգամն էր, որ նա մասնակցում էր նման մեծ միջոցառմանը որպես Գաս Մոնտգոմերիի կարողության անվան ժառանգորդ, այդքան երկար նա ապրել էր որպես Ռաֆայել Ալմեյդա, Կոնդի արվեստի թաղամասի զուսպ նկարիչ, որ պահի մեծությունը գրեթե ճնշում էր նրան։ Էդվարդը, նկատելով իր եղբոր վարանումը, մեղմորեն սեղմեց նրա ուսը աջակցության ժեստով, Գասը շնորհակալ ժպտաց, ուժ գտնելով այդ կապի մեջ, որը, նույնիսկ 25 տարի ընդհատված լինելով, երբեք չէր դադարել գոյություն ունենալ ավելի խոր մակարդակում։ Երբ նրանք հասան բեմ զբաղեցրին իրենց տեղերը, հանդիսատեսի շշուկը աստիճանաբար մարեց, Էդվարդը մոտեցավ խոսափողին։ Բարի երեկո բոլորին, սկսեց նա, իր ամուր ձայնը արձագանքելով սրահում, անչափ հուզմունքով ենք ողջունում ձեզ այս պատմական երեկոյին, պատմական ոչ միայն իմ ընտանիքի համար, այլ, հուսով ենք, այս երկրի բոլոր ընտանիքների համար, ովքեր ապրում են անհետացած երեխա ունենալու մղձավանջը։ Լռությունը բացարձակ էր, ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր նրա խոսքերի վրա։ Ձեզանից շատերն արդեն գիտեն մեր պատմությունը, ոմանք հետել են դրան լրատվամիջոցների միջոցով, մյուսները արտոնություն են ունեցել անձամբ զգալու այն, 25 տարի առաջ իմ եղբայր Գասը, այն ժամանակ 6 տարեկան, անհետացավ հաղթանակի զբոսայգի այցելության ժամանակ, այդ օրը նշանավորեց ցավի, որոնումների, վերջապես անհնար թվացող վերամիավորման ճանապարհորդության սկիզբը։ Էդվարդը դադարեց, իրեն հավաքելով, նույնիսկ ամիսներ անց, հուզմունքը դեռ ճնշում էր նրան այդ իրադարձությունները պատմելիս։ 25 տարի շարունակ ես ապրում էի ուրվականի հետ, իմ եղբոր բացակայությունը, անպատասխան հարցերը, մեղքը, այն հույսը, որը երբեք ամբողջությամբ չմահացավ, մինույն ժամանակ, ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա։ Գասն ապրում էր որպես Ռաֆայել Ալմեյդա, տաղանդավոր նկարիչ, ով նույնիսկ առանց իր ծագման ամբողջական հիշողությունների, կենդանի էր պահում իր արվեստի միջոցով իր իրական էությունը։ Հայացքները շրջվեցին դեպի Գասը, ով կանգնած էր Մարիամի կողքին, նրա աչքերը արցունքոտ, բայց դեմքը հանգիստ։ Մեզ միացրեց պատահականությունը կամ միգուցե, ինչպես ես նախընտրում եմ հավատալ ճակատագրի կողմից նախատեսվածը, Մարիամ Օլիվերը, ով ապրել էր իմ եղբոր հետ Սուրբ Աննայի մանկատանը, ով, արտակարգ պատահականությամբ, եկել էր աշխատելու իմ տանը, ճանաչեց Գասին ընտանեկան լուսանկարում։ Էդվարդը ձեռքը մեկնեց դեպի Մարիամը, հրավիրելով նրան առաջ քաշվել, սպոնտան ծափահարություններ բռնկվեցին, ճանաչելով նրա առանցքային դերը այդ պատմության մեջ։ Այնտեղից հետաքննությունը մեզ տարավ մանկատուն, ապա Կոնդի արվեստի թաղամասի արհեստագործական տոնավաճառ, վերջապես, այն վերամիավորմանը, որին մենք սպասել էինք ավելի քան 2 տասնամյակ, բայց մեր պատմությունը չի ավարտվում այնտեղ, իրականում, սա միայն սկիզբն է։ Էդվարդը լայն ժեստ արեց, մատնանշելով լեփ-լեցուն սրահը իր հետում գտնվող ծածկված էկրանը։ Այն, ինչ մենք ապրեցինք, բաժանումը, որոնումը, գրեթե հրաշքային պատահականությունները, որոնք մեզ նորից կապեցին, մեզ ստիպեցին հասկանալ մի կարևոր բան, մենք բախտավոր էինք, անհետացած երեխաների հազարավոր պատմությունների մեջ։ Մեր պատմությունը այն քչերից է, որոնք երջանիկ ավարտ ունեն, եւ դա ընդունելի չէ։ Նրա ձայնը ուժգնացավ, բացահայտելով այն գիրքը, որը շարժում էր նրան։ Այս երկրում տասնյակ հազարավոր երեխաներ են անհետանում ամեն տարի, շատերը արագ են գտնվում, բայց մյուսները մնում են անհետացած տարիներ, տասնամյակներ, հավերժ, հազարավոր ընտանիքներ ապրում են նույն մղձավանջը, ինչ մենք ապրեցինք, շատերը առանց ռեսուրսների, տեսանելիության կամ նույնիսկ այն բախտի, որ մենք ունեցանք։ Էդվարդը ուղիղ նայեց առաջին շարքին, որտեղ 5 հրավիրված ընտանիքները նրան դիտում էին հույսով լի աչքերով։
Հենց այս ընտանիքների համար մենք ստեղծեցինք Մոնտգոմերիի անհետացած երեխաների հիմնադրամը, ոչ միայն որպես շնորհակալության ժեստ մեր վերամիավորման համար, այլ որպես պարտավորություն մեր ցավը վերածելու գործողության, մեր փորձը ուրիշներին օգնելու գործիքի։ Մի ժեստով Էդվարդը հրավիրեց Գասին միանալ իրեն խոսափողի մոտ, եղբայրները կողք կողքի այն նպատակի կենդանի պատկերն էին, որը նրանք հայտարարում էին։ Մոնտգոմերի հիմնադրամը, շարունակեց Գասը, իր ձայնը ավելի մեղմ, քան իր եղբորը, բայց նույնքան ազդեցիկ, կգործի 3 հիմնական ուղղություններով՝ կանխարգելում, կրթական արշավների իրազեկման ծրագրերի միջոցով, ակտիվ որոնում, օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ համագործակիցների ցանց ամբողջ երկրում, աջակցություն առաջարկելով հոգեբանական իրավական օգնություն ընտանիքներին։ Էդվարդը վերսկսեց. Մենք սկզբնապես $50 միլիոն կներդնենք այս նախագծում, բայց ֆինանսական ներդրումից ավելի կարևոր է մարդկային պարտավորությունը։ Մեր թիմի յուրաքանչյուր անդամ, յուրաքանչյուր գործընկեր, յուրաքանչյուր կամավոր կիսում է մեզ հետ այն համոզմունքը, որ ոչ մի ընտանիք չպետք է ապրի անպատասխան բացակայության, անվերջ սպասման մղձավանջը։ Գասը, հուզված, ավելացրեց. Որպես մեկը, ով ապրել է այս պատմության երկու կողմերը, անհետացած անձը, ով չգիտեր, թե ով է ինքը իրականում, վերամիավորված անձը, ով վերջապես ավարտեց իր ինքնության հանելուկը, ես կարող եմ ասել, որ յուրաքանչյուր գտնված երեխա վերագրված պատմություն է, ընդհատված ցավի ցիկլ։ Էդվարդը ազդանշան տվեց, նրանց հետում գտնվող էկրանը դանդաղորեն բացվեց, բացահայտելով հիմնադրամի պաշտոնական խորհրդանիշը, Գասի նկարը, որը ներկայացնում էր 2 միահյուսված մանկական ձեռքեր, որոնք դուրս էին գալիս ստվերներից դեպի լույսը, պատկերի տակ, որպեսզի տուն վերադարձի ոչ մի ճանապարհ այդքան երկար չլինի մակագրությամբ։ Հուզված ծափահարություններ արձագանքեցին սրահում, երբ լռությունը վերադարձավ, Էդվարդը շարունակեց. Այսօր երեկոյան պաշտոնապես նշանավորվում է Մոնտգոմերիի հիմնադրամի գործունեության սկիզբը, բայց մինչ մենք կմանրամասնենք մեր նախագծերը, կհրավիրենք մեր գործընկերներին ներկայանալու, ես կցանկանայի ձեզ հետ կիսվել մի շատ հատուկ բանով։ Էդվարդը Գասը իմաստալից հայացք փոխանակեցին, երկուսն էլ քայլեցին դեպի դաշնամուրը, նրանք նստեցին կողք կողքի նստարանին, ինչպես մանկության տարիներին։ Այն տարիներին, երբ մենք բաժանված էինք, Գասը ես լիովին տարբեր կյանքեր էինք ապրում, ես դարձա ձեռնարկատեր, նա նկարիչ, բայց կար մի բան, որը, նույնիսկ առանց մեր իմանալու, մեզ կապված էր պահում՝ երաժշտությունը։ Գասը մի քանի մեղմ նոտաներ նվագեց, կարծես նախերգանք։ Սա մի կոմպոզիցիա է, որը մենք միասին ստեղծեցինք մեր վերամիավորումից հետո, մենք այն անվանում ենք 25 տարի դո մաժորում, դա մեր պատմությունն է, թարգմանված երաժշտության հիմա, դա այն առաքելության սաունդթրեքն է, որը մենք ընդունել ենք։ Եղբայրները սկսեցին նվագել, նրանց ձեռքերը շարժվում էին ստեղների վրայով կատարյալ ներդաշնակությամբ, կարծես երբեք չէին բաժանվել, մեղեդին սկսվեց մելանխոլիկ, մինոր լադերով, արթնացնելով կորուստ բաժանում, աստիճանաբար այն վերափոխվեց, ներառելով հույսի, համառության տարրեր, վերջապես հանգուցալուծվեց հոյակապ ուրախ զարգացմամբ, ներկայացնելով վերամիավորումը նոր ճանապարհորդությունը, որը սկսվում էր։ Սրահում չկար ոչ մի չոր աչք, երբ վերջին նոտան արձագանքեց, հաջորդող հարգալից լռությունը խախտվեց անվերջ թվացող ոտնակոխ ծափահարություններով։ Երբ ծափահարությունները վերջապես դադարեցին, Էդվարդը նորից խոսեց. Հիմա մենք կցանկանայինք ներկայացնել այն 5 ընտանիքներին, ովքեր առաջինը կստանան Մոնտգոմերիի հիմնադրամի լիարժեք աջակցությունը, նրանց պատմությունները ոգեշնչում են մեզ հիշեցնում, թե ինչու ենք մենք այստեղ։ Մեկ առ մեկ, ընտանիքները հրավիրվեցին բեմ, այնտեղ էին Օլիվերները, ում 12-ամյա որդին անհետացել էր դպրոցական էքսկուրսիայի ժամանակ 3 տարի առաջ։ Սմիթները, ովքեր դեռ փնտրում էին իրենց դստերը, ում իր կենսաբանական հայրը տարել էր մեկ այլ երկիր։ Ադամսները, ում աուտիստ որդին կորել էր մետրոյի կայարանում երբեք չէր գտնվել։ Փարքերները, ում դեռահաս դուստրը անհետացել էր դպրոց գնալու ճանապարհին։ Ստոնները, ովքեր 10 տարի փնտրում էին իրենց որդուն, ով գնացել էր գնդակ խաղալու երբեք չէր վերադարձել։ Յուրաքանչյուր ընտանիք համառոտ կիսվեց իր պատմությամբ, իր ցավով, իր նորացված հույսով, տեսանելի էր, թե ինչպես էր Մոնտգոմերի եղբայրների ներկայությունը, կենդանի ապացույց, որ վերամիավորումները հնարավոր են նույնիսկ տասնամյակներ անց, նրանց նոր խրախուսանք ներարկում։ Հուզական վկայություններից հետո Ռիչարդը բարձրացավ բեմ, ներկայացնելու հիմնադրամի գործառնական կառուցվածքը, գործառնական կենտրոն Երևանում, պլանավորված մասնաճյուղերով Լոս Անջելեսում, Մոսկվայում, Թեհրանում հաջորդ 2 տարիներին։ Բազմաֆունկցիոնալ թիմեր, ներառյալ քննիչներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, տեխնոլոգիական մասնագետներ։ Համագործակցություններ պետական մարմինների միջազգային կազմակերպությունների հետ։
Արագ ահազանգման համակարգ, որը մշակվում էր խոշոր սոցիալական ցանցերի հետ համագործակցությամբ։ Մարիամը իր հերթին մանրամասնեց կանխարգելման կրթական ծրագրերը արշավներ դպրոցներում, վերապատրաստում կրթության առողջապահության մասնագետների համար, տեղեկատվական նյութեր բազմաթիվ հարթակներում անվճար հավելված, անվտանգության խորհուրդներով հաղորդագրությունների ուղիղ ալիքով։ Մոնտգոմերի հիմնադրամը եզրակացրեց Էդվարդը, վերադառնալով ամբիոնին, այսօր ծնվում է ոչ միայն որպես հաստատություն, այլ որպես շարժում, մի շարժում, որը հավատում է, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապահով տան, պահպանված ինքնության, պաշտպանված մանկության, եւ որ երբ այս իրավունքները խախտվում են, մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է գործել։ Գասը միացավ իր եղբորը վերջին խոսքերի համար, մեր անձնական պատմությունը երջանիկ ավարտ ունեցավ 25 տարվա բաժանումից հետո, բայց մենք չենք ուզում, որ այլ ընտանիքներ ստիպված լինեն այդքան երկար սպասել, իրականում մենք չենք ուզում, որ նրանք ընդհանրապես սպասեն, հետաբար մենք հրավիրում ենք ձեզանից յուրաքանչյուրին լինել այս շարժման մասը։ Մոնտգոմերի հիմնադրամը պատկանում է բոլորին, ովքեր հավատում են, որ ոչ մի երեխա չպետք է մնա կորած, ոչ մի ընտանիք չպետք է ապրի անորոշության մեջ։ Եղբայրները, ձեռք ձեռքի բռնած, միասին ավարտեցին։ Որպեսզի տուն վերադարձի ոչ մի ճանապարհ այդքան երկար չլինի, ինչպես մերինը։ Նորից սրահը պայթեց ծափահարություններից, երբ լույսերն ամբողջությամբ միացան, արարողության պաշտոնական մասը տեղը զիջեց ընդունելությանը, Էդվարդը Գասը շրջապատված էին մարդկանցով, ովքեր ցանկանում էին ողջունել նրանց, կիսվել պատմություններով, առաջարկել աջակցություն։ Հյուրերի մեջ կար մի տարեց տղամարդ, ով ամեն ինչ դիտում էր հեռվից, աչքերը լցված հուզմունքով, Գասը նկատեց նրան, ներողություն խնդրելով շրջապատողներից, քայլեց դեպի նա։ Մայրապետ Հայկանուշն ասաց, որ դուք կգաք, բայց ես չէի հավատում, ասաց նա, ջերմորեն գրկելով տղամարդուն։ Դա հայր Յակոբն էր, ով եղել էր Սուրբ Աննայի մանկատան քահանան այն տարիներին, երբ Գասն այնտեղ էր, այն քչերից մեկը, ով ինչպես Մարիամը հավատացել էր տղայի պատմություններին իր իրական ընտանիքի մասին։ Ես չէի կարող բաց թողնել այս պահը, որդիս, պատասխանեց ծերունին, ձայնը հուզմունքից խեղդված, այդ բոլոր տարիներին ես աղոթում էի, որ դու գտնես քո ճանապարհը, տեսնել, որ դա տեղի է ունենում, դա կարծես հրաշքի ականատես լիներ։ Գասը ժպտաց, հուզված, դուք էիք, ով ինձ սովորեցրեց երբեք հույս չկորցնել, նույնիսկ երբ ամեն ինչ անհնար էր թվում, այս հիմնադրամը նա այն հույսի սերմի պտուղն է, որը դուք ինձ մեջ տնկեցիք։ Սրահի մյուս կողմում Էդվարդը խոսում էր անհետացած երեխաներին նվիրված միջազգային հեգ ներկայացուցիչների հետ, երբ նրան մոտեցավ մի էլեգանտ միջին տարիքի կին։ Պարոն Մոնտգոմերի, ասաց նա, ձեռքը մեկնելով, ես Հելեն Վիվերն եմ։ Էդվարդը հոնքերը կիտեց, անունը անորոշորեն ծանոթ էր։ Նախկին դայակը, պարզաբանեց նա, նկատելով նրա շփոթությունը, ես ձեզ հետ էի այդ օրը, զբոսայգում։ Էդվարդը զգաց զգացմունքների խառնուրդ, զարմանք, հին վրդովմունք, հետաքրքրություն։ Հելենը աշխատանքից ազատվել էր Գասի անհետացումից անմիջապես հետո, նրա ծնողները երբեք ուղղակիորեն չէին մեղադրել նրան, բայց վստահությունը անվերադարձ կոտրվել էր։ Հելեն, վերջապես կարողացավ ասել, ես չէի սպասում ձեզ այստեղ տեսնել։ Ես գիտեմ, որ իրավունք չունեմ այստեղ լինելու, ասաց նա, վարանելով, բայց ես պետք է իմ աչքերով տեսնեի, ես պետք է իմանայի, որ նա լավ է, որ դուք լավ եք։ Էդվարդը ուսումնասիրեց այն կնոջ ծերացած դեմքը, ով ժամանակին եղել էր Մոնտգոմերի ընտանիքի առօրյա կյանքի մի մասը, այնտեղ կար անկեղծ մեղք, ցավ, զղջում։ Ինչ պատահեց այդ օրը, հարցրեց նա, այն հարցը, որը նրան տանջել էր տարիներ շարունակ։ Հելենը խորը շունչ քաշեց, այն զանգը, որը ես ստացա դա վերայից էր, ես նրան անձամբ չէի ճանաչում, բայց նա ներկայացավ որպես ձեր մոր օգնական, ասաց, որ տիկին Մոնտգոմերին դժբախտ պատահարի է ենթարկվել, որ ես պետք է անմիջապես գնամ հիվանդանոց, երեխաներին թողնելով նրա մոտ, քանի որ նա վստահելի էր։ Էդվարդը ցավ զգաց կրծքավանդակում, այդքան պարզ, այդքան արդյունավետ ծուղակ։ Երբ ես հասկացա, որ դա սուտ է, արդեն ուշ էր, ես զանգահարեցի ձեր տուն, պարզեցի, որ ձեր մայրը լավ է, վազեցի հետ դեպի զբոսայգի, բայց դուք այլս այնտեղ չէիք։ Արցունքները հոսում էին Հելենի կնճռոտ դեմքով, ես երբեք ինձ չներեցի, պարոն Էդվարդ, այս բոլոր տարիներին ես կրում էի այս մեղքը։ Էդվարդը լուր դիտում էր նրան, մշակելով այդ ուշացած բացահայտումը, այդքան տարի նա վրդովմունք էր պահել Հելենի նկատմամբ, մեղադրելով նրան տեղի ունեցածի համար, հիմա նա հասկացավ, որ նա էլ էր մանրակրկիտ պլանավորված սխեմայի զոհը։ Հելեն, վերջապես ասաց նա, ինչ պատահեց, ձեր մեղքը չէր, մենք բոլորս անբարեխիղճ մարդկանց զոհեր էինք, կարևորն այն է, որ հիմա, վերջապես, Գասը վերադարձել է։ Կինը սրբեց իր արցունքները, հանգստացած, դուք չեք կարող պատկերացնել, թե ինչ է դա նշանակում ինձ համար, տեսնել, որ նա լավ է, որ դուք նորից միասին եք։
Արի, հրավիրեց Էդվարդը, զարմացնելով ինքն իրեն, ես ուզում եմ, որ դու հանդիպես իմ եղբորը, ոչ թե որպես այն տղայի, ում մենք կորցրեցինք, այլ որպես այն արտակարգ մարդու, ում նա դարձել է։ Սրահի մյուս կողմում Գասը աշխույժ խոսում էր հայր Յակոբի հետ, երբ տեսավ Էդվարդին մոտենալիս ուղեկցությամբ մի ալեհեր տիկնոջ, ով անորոշորեն ծանոթ էր թվում։ Գաս, ասաց Էդվարդը, սա Հելեն Վիվերն է, նա մեր դայակն էր, երբ մենք երեխաներ էինք։ Գասի աչքերը լայնացան ճանաչումից, հիշողության բեկորներ վերադարձան ավելի երիտասարդ կին, մուգ մազերով, ով նրան զբոսանքի էր տանում, ով պատմություններ էր պատմում, ով խնամում էր նրան, երբ նրա ծնողները զբաղված էին։ Տիկին Հելեն, մրմնջաց նա, ձեռքը մեկնելով։ Կինը հուզմունքից դողալով բռնեց առաջարկված ձեռքը իր ձեռքերի մեջ, իմ տղա նայեք ձեզ, մեծացած տղամարդ, այդքան գեղեցիկ, այդքան հաջողակ։ Մի պահ Գասը նորից զգաց իրեն այդ 6-ամյա տղայի պես, բռնած իր դայակի ձեռքը, երբ նրանք դիտում էին կարապներին հաղթանակի զբոսայգու լճում։ Շատ շնորհակալություն գալու համար, անկեղծորեն ասաց նա։ Այդ պահին, դիտելով իր եղբորը նախկին դայակին, Էդվարդը լուսավորում ունեցավ, ցիկլն ավարտված էր, անցյալը, իր բոլոր ցավերով վերքերով, վերջապես հաշտվեց ներկայի հետ, այն ողբերգությունը, որը բաժանել էր նրանց կյանքերը, հիմա վերափոխվում էր ուժի, միավորելու ուրիշներին, բուժելու այլ ցավեր, գտնելու այլ ճանապարհներ դեպի տուն։ Գիշերը խորացավ, Մոնտգոմերի հիմնադրամի մեկնարկի արարողությունը բացարձակ հաջողություն ունեցավ, համագործակցությունների, նվիրատվությունների ինստիտուցիոնալ աջակցության խոստումներ առաջացան յուրաքանչյուր խոսակցության հետ։ Մոնտգոմերի եղբայրների պատմությունը հուզել էր սրտերը մոբիլիզացրել կամքերը, դառնալով փոփոխությունների կատալիզատոր։ Կեսգիշերին մոտ, երբ միջոցառումը սկսեց ցրվել, Էդվարդը գտավ Գասին, դիտելով հիմնադրամի խորհրդանիշը, երկու միահյուսված ձեռքեր, որոնք դուրս էին գալիս ստվերներից դեպի լույսը։ Ինչ ես մտածում, հարցրեց նա, կանգ առնելով իր եղբոր կողքին։ Գասը ժպտաց, աչքերը չկտրելով պատկերից, ինչպես է կյանքը լիարժեք շրջան կազմում, ինչպես այն, ինչ վերջ է թվում, կարող է պարզապես ավելի մեծ բանի սկիզբ լինել։ Էդվարդը գլխով արեց, խորապես հասկանալով, կարծում ես մեր ծնողները հպարտ կլինեին։ Ես վստահ եմ, որ կլինեին, պատասխանեց Գասը, ձեռքը դնելով իր եղբոր ուսերին, ոչ միայն վերամիավորման համար, այլ այն բանի համար, ինչ մենք անում ենք դրանով։ Եղբայրները մնացին այնտեղ կողք կողքի, դիտելով խորհրդանիշը, որը ներկայացնում էր ոչ միայն նրանց անձնական պատմությունը, այլ այն առաքելությունը, որը նրանք այժմ միասին էին ընդունել, մի առաքելություն, որը ծնվել էր ցավից, բաժանումից, հույսից, որը երբեք ամբողջությամբ չէր մահացել, նույնիսկ երբ ամեն ինչ կորած էր թվում։ Որպեսզի տուն վերադարձի ոչ մի ճանապարհ այդքան երկար չլինի, ինչպես Մերինը, մրմնջաց Էդվարդը, կրկնելով հիմնադրամի կարգախոսը։ Որպեսզի ոչ մի ընտանիք ստիպված չլինի 25 տարի սպասել վերամիավորմանը, ավարտեց Գասը։ Եվ այդ ընդհանուր խոստման մեջ կնքվեց մի ուխտ, որը տառապանքը կվերածեր նպատակի, անձնական ողբերգությունը, կոլեկտիվ առաքելության, Մոնտգոմերի եղբայրների ճանապարհը դեպի տուն երկար բարդ էր եղել, բայց հիմա, միասին, նրանք ավելի կարճ, ավելի պայծառ ճանապարհներ կհարթեին ուրիշների համար, ովքեր, ինչպես իրենք, ձգտում էին ավարտել իրենց ընդհատված կյանքերի հանելուկը։